Եթե հիշում եք դասացակի մեջ մենք ունենք մի դասախոսություն, որ ես հիմնականում պիտի անդրադառնամ ուդրովից իրավարար վճռի, այն հիմնական հարցին, որի մասին ըստ էության մենք խոսում ենք, զբաղվում ենք այստեղ քարտեզը տեսնում եք, բայց եթե հիշում եք, ես ձեզ գրքեր էի բաժանել ու ասել էի կարդացեք ու գրեք այդ հարցերը։ Այսօր ես շատ համառոտ մի երկու հարցի կանդրադառնամ, այսինքն որոշակի միջազգային իրավունքի դրույթների, որ անմիջականորեն մեզ է վերաբերում, հետո ըստ էության դուք արդեն հարցերը կտաք, այդպես շարունակելով կգնանք, որտեղ այլևս որևէ իմ դասախոսությունների չենք ունենա անդրադառնալու համար ձեր հարցերը, այնպես որ հիշեք ձեր հարցերը եւ այլն։ Ովքեր որ այս գիրքը կարդացին, նկատեցին, որ հիմնականում վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքային հարցերին, բայց ինքնին տարածքային հարցերը մեկուսի չեն, որովհետև նրանք վերաբերում են, առնչվում են այնպիսի հասկացությունների, ինչպիսին է օրինակ պետությունների իրավահաջորդության հարցը, որտեղ հստակ հարց կա, օրինակ ով էս գրքից չունի, հակին վարկա, թե լավ վերջում կտանք ուրեմն, իրավահաջորդության հարցը, թվում է, որ դա ինչ-որ տեսական հարց է, չէ, այսինքն պետությունների իրավահաջորդության հարցը, բայց մեզ համար, Հայաստանի Հանրապետության համար դա խիստ կարևոր հարց է, որովհետև միանգամից մի քանի պետության իրավահաջորդության պահ կա այստեղ։ Մեկը, ասենք, Օսմանյան կայսրություն Թուրքիայի Հանրապետություն, որովհետև գիտեք, հաճախ թուրքերը ասում են, որ մենք պատասխանատու չենք, որովհետև նախորդ պետությունն եղել եւ այլն։ Մյուսը ՍՍՀ Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետություն, որը նորից կարևոր է հատկապես կապված պայմանագրերի հետ, այսինքն Մոսկվայի 21 թվականի մարտի 16-ի պայմանագիր եւ Կարսի 21 թվականի հոկտեմբերի 13-ի պայմանագիր, այդ իրավահաջորդության պահը կա, ինչպես նաեւ առաջի հանրապետություն Հայաստանի Հանրապետություն կամ Վրաստանի եւ Ադրբեջանի եւ ներկա հանրապետություններ, որտեղ էլի նորից հարց է առաջանում, որ եթե ենթադրենք առաջի հանրապետությանն է իրավարար վճռով հատկացրել այդ հողերը, արդյոք որքանով է Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում իրավահաջորդ։ Այսինքն, տեսեք, մի պարզ ինչ որտեղ տեսական իրավական հարց է, բայց շատ լուրջ այսօրվա համար նշանակություն ունի։ Հիմա հերթով այսպես անդրադառնալով գնանք, Օսմանյան կայսրություն Թուրքիա։ Ինչքան էլ որ թուրքերը ասեն, որ մենք չենք հանդիսանում իրավահաջորդը կամ պատասխանատու չեն, դա չի հիմնավորվում միջազգային իրավունքով, որովհետև ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը ոչ միայն իրավահաջորդն է, այլ ավելի սերտ կապակցություն կա, նա շարունակությունն է, ասենք կա state succession եւ state continuity, այդ շարունակությունն է ինքը հանդիսանում։ Այս կապը շատ ավելի է, այսինքն ըստ էության համարվում է, որ պետությունը ընդհատում չունեցել, շարունակվել է, եղել է ինչ որ մի վարչացել, տվյալ դեպքում մի պետություն էր, բայց նույն պետությունը թեև ինքը կորցրել է որոշակի տարածքներ, իսկ բավականին շատ այնուհանդերձ իր բուն էությունը պահպանել է կամ ինքնությունը պետության, state identity, դա շատ կարևոր հասկացություն, որտեղ երբ որ պետությունների տրոհվում են, շատ հետաքրքիր է իրավահաջորդությունը տեղի ունենում։ Օրինակ, երբ որ ՍՍՀ-ը տրոհվեց, ՍՍՀ-ի իրավահաջորդը Ռուսաստանն է, միանշանակ։ Եվ դրա դրսևորումները մենք ունենք, սկսած անվտանգության խորհրդի, որ Ռուսաստանը անդամ է, սա ինչի է կարևոր, որտեղ ոմանք ասում են, դե ՍՍՀ-ը ժամանակին հրաժարվել է հողերից, եթե հիշում եք 50-ական թվականը, ուրեմն այդ նշանակում է ինքը նաև Հայաստանի անունից։ Գուցե դա ՍՍՀ-ն արել, բայց եթե Հայաստանը իրավահաջորդը չի, ուրեմն Հայաստանը նման պարտավորություններ չունի։ Իսկ ինչու, որովհետև մենք ունենք նաև, որովհետև ըստ էության երկու ձևով է միջազգային իրավունքը գնահատում ամեն ինչ, մեկը պրակտիկան է, միջազգային իրավունքի պրակտիկան, թե ինչպես այդ լինի։ Այսինքն պրակտիկան ինչ է ցույց տալի, որ այսօր Ռուսաստանը անվտանգության խորհրդում ունի անդամ է, եթե որևէ մեկը ձեզ ասում է, որ Հայաստանի Հանրապետություն ՍՍՀ-ի իրավահաջորդն է եւ պարտավորություններ, դա դուք իրեն ասեք, ուրեմն դրեք աթոռը Չուրկին աթոռի կողքին այնտեղ, մագում որ մենք էլ նստենք անվտանգության խորհրդում, եթե իրավահաջորդ ենք, իսկ ընդհանրապես ամեն տեսակի իրավահաջորդություն կամ ժառանգություն ամբողջական է, այսինքն դու ստանում ես եւ պարտավորություններով եւ իրավունքներով, ինչպես կյանքում է, ժառանգեցիր տունը, որից է դու ստանում ես տունը, բայց գումարած, եթե տան վրա կոմունալ ծախսեր կա, այդ ծախսերն էլ հետ է։ Նույնը։ Մյուսը,
ասենք մյուս օրինակը որն է որ սա տալի, որ մենք իրավահաջորդը չենք, որ մենք ստորագրեցինք եւ առ այսօր շարունակում ենք ստորագրել այն բոլոր փաստաթղթերը, ինչին ժամանակին մաս էր կազմել ՍՍՀՄ-ը։ Ռուսաստանը դրանք նորից չի ստորագրում։ Եթե բացեք ցանկացած օրինակ ինչ-որ փաստաթուղթ, որտեղ գրված է, այսօր հեշտ ասում, Google-ով դա շատ հեշտ կարելի անել, ինչ-որ մի կոնվենցիա, որ երկիրը երբ անդամակցել կամ մաս կազմել փաստաթուղթին կնկատեք, գրած ասենք ռասիստская ֆեդերացիա, ասենք ենթադրենք 64 թվից, իսկ Հայաստանը 94 թվից։ Սա հենց նշանակում է այդ իրավահաջորդությունը, որ այդ գործողն է։ Սա կարևոր է, ինչի է կարևոր, որ մենք արդյոք այդ պարտավորությունները ունենք, պիտի կատարենք, թե չպիտի կատարենք։ Հաճախ վկայակոչում են Ալմատայի դեկլարացիային, որ ասում են այնտեղ Հայաստանը ստանձնել է պարտավորություն։ Սխալ են ասում։ Ես ձեզ միշտ խորհուրդ կտամ ուշադիր կարդալ փաստաթղթերը։ Երբեք ես էլ եմ ասել, երբեք մի հավատացեք, որ ասացին, նաև իմ ասացին։ Բացեք փաստաթուղթը եւ կարդացեք ուշադիր, որպես մասնագետ, որպես միջազգային հարաբերության, միջազգային իրավունքի մասնագետ։ Եթե կարդաք, այնտեղ հստակ գրված է, որ Հայաստանը երաշխավորում է այդ պարտավորությունների կատարումը։ Դա լրիվ ուրիշ բան է, դու հենց այդ երաշխավորումը ինքնին որ ինքը մաս չի կազմում դրան, բայց ինքը երաշխավորում, այսինքն կոնկրետ ատոմային զենքի բան, բայց հետո ինքը արդեն առանձին ստորագրված։ Ուրեմն այս պահով մենք իրավահաջորդը չենք ՍՍՀՄ-ի, որտեղ սա հաճախ փորձում էին ներկայացնել, նորից եմ ասում Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի առումով, բայց սա նորից հիմնավորում չի, որտեղ պաշտոնապես ՍՍՀՄ երբ ստեղծվել 22 թվականի դեկտեմբերի 30-ին։ Այսինքն հիմա անկախ նրանից Հայաստանը օկուպացված էր 11-րդ Կարմիր բանակի կողմից, ինքը դե յուրե շարունակում էր մնալ որպես անկախ պետություն ըստ ՍՍՀՄ սահմանադրության, կամ ոչ թե ՍՍՀՄ, այլ սովետական սահմանադրության, իսկ աշխարհի համար դա մնում էր որպես օկուպացված տարածք։ Օկուպացված տարածք, եւ այդ օկուպացված տարածքի կարգավիճակը բազմաթիվ անգամներ հաստատվել է տարբեր օրինակ Միացյալ Նահանգների Սենատում, տարբեր երկրներում եւ այլն եւ այլն։ Այսինքն եթե անգամ մենք իսկապես պարտավորությունները վերցրացնեինք կատարելու, այսուհանդերձ այդ երկու չարավաստիկ պայմանագրերը չեն ՍՍՀՄ ժամանակաշրջանում չէ, որտեղ նախ ՍՍՀՄ ստորագրված է, մենք պարտավորություն չունենք այդ առումով։ Սա կարևոր է մեզ համար այդ տարածքային, որտեղ տեսեք, եթե մենք խոսում ենք Հայաստանի հողային իրավունքների մասին, ըստ էության մեր մեթոդաբանությունը պիտի լինի երկու մասով։ Առաջինը բացասման բանն, այսինքն ինչ փաստաթղթեր կան, բացասել, մի կողմ դնել, որ սա չի վերաբերում, սա չի վերաբերում, սա չի վերաբերում, եթե հիշում եք, մենք դասախոսություն ունեցել ենք այդ պայմանագրերի վերաբերյալ եւ վերջը գալ նրան, իսկ ինչն է վերաբերում։ Հետեւաբար այս իրավահաջորդությունը այստեղ կարևոր պահերից մեկն է։ Հիմա Թուրքիան ասացի արդեն հանդիսանում է շարունակությունը եւ դա Օսմանյան կայսրության։ Դա տարբեր եւ պրակտիկայով ամրագրված, օրինակ հայտնի Օսմանյան կայսրության պարտքը Թուրքիան փակեց միայն 1948 թվականին։ Այսինքն Թուրքիան շարունակում էր դա վճարել։ Նույն Լոզանի պայմանագրի մեջ եւ Լոզանի կոնֆերանսում, որտեղ այդտեղ մենք միշտ խոսում ենք Լոզանի պայմանագրի մասին, բայց ըստ էության բազմաթիվ փաստաթղթեր են եղել, մի փաստաթուղթ չի եղել այդտեղ։ Օրինակ որոնցից մեկը Amnesty Declaration-ն էր, այսինքն ներման հռչակագիրը, որով քեմալականներին ներում շնորհվեց։ Այն միայն դրանից հետո էր, որտեղ հիշում եք, ես ասել եմ, որ 20 թվականի ապրիլի դատավճռով Քեմալը դատապարտված էր մահվան, եւ ըստ էության դատավճիռը չեկալ հայտարարվեց միայն Լոզանում։ Այսինքն այդ մի շատ փաստաթղթեր կա, որոնցից շատերը նաև վերահաստատում են Օսմանյան կայսրության պարտավորությունները։ Հենց այդ վերահաստատում են, ոչ թե նորն են ստեղծում։ Անգամ խաղաղությունը այնտեղ գրված է, թող ասեմ re-establish, ոչ թե establish, re-establish, վերահաստատել, որը ինքնին նշանակում է շարունակականությունը։ Հետևաբար Թուրքիայի բոլոր այն պնդումները, որ իբր ես պատասխանատու չեմ Օսմանյան կայսրության արարքների համար, ցեղասպանության եւ արդյոք իհարկե անհետեցություն է, որտեղ նույն հաջողությամբ Գերմանիան կարող էր ասել, որտեղ Գերմանիայում ավելի փոփոխություն ա եղել, որտեղ Գերմանիայում գոնե ֆաշիստական, նացիստական վերնախավը փոխվել է, իսկ Թուրքիայի հանրապետության մեջ այ մենք հիմա մի հետազոտություն ենք սկսել, այստեղ թուրքագետ
Սաբինա Մուրացյանը կա իր հետ, որը այս գերմանացի գիտնականների մինչև 50-ական թվականները իրանք կոչվում են երիտթուրքերի շրջան։ Ինչի, որովհետև այդ բոլոր 4 վարչապետները, որոնք եղել են մինչև 50-ականները, բոլոր եղել են երիտթուրքերի կուսակցության անդամ։ Հիմա մեր խնդիրն է հատ հանել եւ գրել, որ այս մարդը չի եղել որևէ մեկը, որը եղած չունի երիտթուրքերի կուսակցության։ Այդ թվում նաեւ Քեմալ Աթաթուրքը, Քեմալ Աթաթուրքը ոչ միայն երիտթուրքական կուսակցության անդամ էր, այլ նաեւ Թաշկիլատե Մախսուսայի անդամ էր։ Ինչ բան է Թաշկիլատե Մախսուսը, լսել եք։ Չեք լսել։ Ըստ էության, եթե զուգահեռները տանեն, չէ։ Միություն եւ առաջադիմություն դա իթիատ վաճառակին է, դա կուսակցությունն է, բայց կուսակցությունը ուներ մի առանձին թե, որ բառացի հետ թարգմանեմ Թաշկիլատե Մախսուսը հատուկ կազմակերպություն։ Բայց իր զուգահեռներով դա շատ ավելի նման է գերմանական նացիստական գեստապոյին, որտեղ դա գաղտնիքը, որը իրականացնում էր հայերի ջարդերը, նա է հիմնական կազմակերպիչը եղել։ Եվ սա այսպես ասած ամենախորքային եւ առ այսօր այդ խորքային պետությունը շարունակվում է, ըստ էության Թաշկիլատե Մախսուսայից դեռ ամբողջը շարունակվում է։ Իմ ասածը որն է, սա էլ շատ կարևոր է շարունակականության համար, այսինքն կադրային փոփոխություններ չեն եղել, գաղափարախոսությունը չի փոխվել։ Եթե մենք համատենք ըստ էության Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության հետ, Թուրքիայի Հանրապետությունը շատ ավելի վատ է ամեն տեսանկյուններից փոքրամասնությունների համար։ Ցավոք սրտի արևմուտքը զուտ ելնելով այն բանից, որ, չգիտեմ, կանայք այլևս երեսները չեն փակում, եվրոպական շասեն այդ զուտ արտաքին ատրիբուտիկայից համարում են ավելի առաջադիմական, բայց օրինակ ամբողջ Օսմանյան կայսրության ընթացքում փոքրամասնությունները նման հալածանքների չէին ենթարկվում, որ Թուրքիայի Հանրապետության ժամանակ, այսինքն նույն դպրոցներ են փակվել, գիտեք, մինչև վերջերս որևէ փոքրամասնություն ոչ միայն չէր կարող նոր դպրոց կառուցել, այլ նաև չէր կարող ինքը նորոգել անգամ։ Իսկեն մի մեղ իրավունք չունեին պատին խփելու, դա ինչ է նշանակում 100 տարի չնորոգես, քայքայվում եւ քանդվում եւ ինչքան էլ տարօրինակ է Էրդողանի կառավարությունը ելնելով միգուցե նրանց օրինքը հակադրվում է քեմալականներին, ավելի գտնվեց փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողական։ Միգուցե նրանից է, որ իրանք ամեն դեպքում փորձում են Եվրոմիություն մտնել, չի ստացվում դա եկա, բայց այսուհանդերձ փաստը մնում է փաստ, որ բանը։ Սա ասենք Օսմանյան կայսրություն եւ Թուրքիա Հանրապետության հարցը։ Հիմա եթե գանք Հայաստան եւ Առաջին Հանրապետության կամ Հայաստանի Սովետական Սոցիալական Հանրապետության, որտեղ այստեղ շատերը մեր սովետական բոլոր իրավաբանները դա ասում են բանը, Հայաստանի Սովետական Հանրապետությունը դա անկախ երկիր էր։ Երբ որ հարցնում ես, իսկ ինչու էր ինքը անկախ երկիր, ասում էին դրոշ եւ գերբուն էր։ Հասկանում եք, որը անհետեցություն է, որտեղ ես ասում եմ, որ օրինակ չգիտեմ, British Petroleum-ն էլ դրոշ ունի, ցանկացած խանութ Ամերիկայում դրոշ ունի, ընտանիքներ կան Իտալիայում, որ զինանշան ունեն, գերբունը դրանով չի որոշվում։ Դրանով չի որոշվում։ Հիշեք Մոնտևիդեոյի կոնվենցիան։ Ով կարող է ասի, ես մի անգամ նշել եմ դրանք, այդ 4 չափորոշիչները, որոնք են պետականության։ Բնականություն, որոշակի տարած, իշխանություն, հա կառավարություն եւ միջազգային ճանաչում։ Հիմա սովետական, չէ, միջազգային ճանաչում, միջազգային բանտարտ իրավաս սուբյեկտների կողմից ճանաչում։ միջազգային գործողություններ կատարելու, հա միջազգային հարաբերություններ ունենալու կամ զարգացնելու կարողություն։ Հիմա հարց, ուներ արդյոք սովետական Հայաստանը տարածք։ Ուրիշ կարծիք է։ Սովետական Հայաստանը տարածք չուներ, որովհետև դա ՍՍՍՐ տարածքն է։ Նայեք, երբ որ մենք ասում ենք տարածք, միջազգային իրավունքի տեսակետից, հասկանում ենք այն հողակոտորը, որի վրա սուվերենիտետը, գերիշխանությունը ում է պատկանում։ Որտեղ երբ որ մենք խոսում ենք իրավահաջորդության մասին, ինչ է նշանակում։ Նշանակում է այդ տարածքի վրա մի պետության գերիշխանությունը փոխարինում է այլ պետության գերիշխանության։ Հիմա Երևանի վրա 64 թվականին ում գերիշխանություններ, ՍՍՍＲ գերիշխանություններ։ Այսինքն սուվերենը Մոսկվան է, դա մի պետություն էր այդ ամբողջը։ Հայաստանը չուներ տարածք։ Հայաստանը չուներ նաև բնակչություն, որտեղ բնակչություն նշանակում է սեփական քաղաքացիները։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չի եղել եւ չեն եղել։ Անկամ այն ժամանակ, երբ որ մինչև 77 թվականը կար Հայաստանի անձնագիր,
Այսպես բան, բայց այդ անձնագիրը ներքին օգտագործմանը, երբ որ դու գնում էիր արտասահման, քեզ փոխում էին, տալիս էին ՍՍՄ անձնագիր եւ ճանաչում էին այդ մի բանով, դա ուղղակի բան էր։ Հայաստանը չուներ կառավարություն, որտեղ անկախ շատերը վերնագրից են խաբվում, ասում են, սա Հայաստանի կառավարությունն է։ Անունները էական չեն այս հարցում, որտեղ կառավարություն կա նաեւ բանկի կառավարություն, չէ՞, բանկի կառավարիչ կարող արմի հասարակական կազմակերպություն, կառավարությունը ինչ որ կառավարող մարմին է, դա էական չի։ Եվ հաճախ այստեղ են շփոթում են քեմալականների հետ։ Գիտեք, ասեն, որտեղ տեսեք, քեմալականները ստեղծել են հասարակական կազմակերպություն, NGO այսօր տերմինով ասում, որի անունն է Թուրքիայի ազգային մեծ ժողով։ Դա հասարակական կազմակերպություն էր իր կարգավիճակով։ Ինչպես ես օրինակ ճանաչում եմ Տորոնտոյում մի խումբ ծերունների, որոնք ստեղծել էին համաշխարհային հայկական ալյանս։ Դա կազմակերպությունը գրանցել են այդ անունով։ Դուք էլ կարող վաղը գնաք, գրանցեք տիեզերական կառավարություն անունով մի հատ NGO, եւ դա չի ճանաչում, որ դուք կդառնաք կառավարություն։ Դա այդ անունով կազմակերպություն է, ինչպես որ Հայաստանում համատարած են ակադեմիա անունով հասարակական կազմակերպություններ։ Ասում են, ես ակադեմիկոս եմ, ասում են, ինչ ակադեմիա, ասում ասենք միջազգային հարաբերությունների ակադեմիա է։ Այն ինչ ակադեմիա, դա միջազգային հարաբերությունների ակադեմիա անունով հասարակական կազմակերպություն է, ոնց որ մեր մոդուս վիվենդի։ Անունն է այդպես, որտեղ անունը կարևոր չի։ Ես մի անգամ էլ օրինակ էի բերել ուսանող ընկերոջը, որ ասեն Ժիգուլի վրա կպցել է Մերսեդեսի նշանը, չի փոխում։ Այսինքն անունը էական չի։ Անունը էական չի։ Այդ կառավարությունը կոչվում է կառավարություն, բայց ඒක կառավարություն չէ, որովհետև իր որոշումները վերջնական չեն, գոյություններ վերադարձ, նա էր որոշում, նա էր տալիս, մերոնք տեղայնացնում էին կամ վերջի շրջանում էդ էլ չկար։ Վերջի շրջանում դա շատ կատարող մարմին էր, ոնց որ այսօր մարզպետարանն է, չէ՞, այսինքն հանրապետության ղեկավարությունը ինչ որ որոշում անդրում տալիս է, մարզպետարանն իրականացնում, անում էլ այն ժամանակ էր։ Եվ երրորդը այդ կարողությունը հարաբերություններ անելու նորից Հայաստանը չուներ։ Հիմա ես ինչի համար է կարևոր, որովհետեւ մենք հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ նրանից, թե իր սահմանադրության մեջ կամ ՍՍՄ սահմանադրումից ինչ էր գրած, ինքը անկախ պետություն չէր։ Որովհետև շատ պարզ է, միջազգային իրավունքի նորմերից մեկը շատ հստակ է ասում, որ միակողմանի unilateral acts, ակտերը, ակտ կարգմանեն կամ փաստաթղթերը չեն ծնում իրավունք, այլ ծնում են միայն պարտավորություն։ Այդ դրա համար, երբ որ օրինակի համար մի երկիր, որ բան անում, որ օրինակ այդ նույն վերադառնալ Թուրքիային, իրենք ունեն այդ ազգային ուխտը, որ ասում են իրենց ազգային ուխտով էս ինչը Թուրքիայի մասը, դա որևէ իրավական նշանակություն չունի միջազգային առումով։ Դա հայտարարություն է։ Պարտավորություն կարա ծնի, օրինակ ՍՍՄ-ը պարտավորվել էր, որ առաջին ինքը չի օգտագործելու ատոմային զենք։ Դա պարտավորություն է։ Բայց ինքը չի կարա ասի, որ օրինակ այդ ձեռներ ամեն երկիր կնստի համար հայտարարություն կաներ, որ այս ինչ դիմնա, այն ինչ դիմնա, մյուս դիմնա, այդ ձեր չի լինի։ Նույն ձևի էլ այդ պետության իրավահաջորդությունը խախտել է այդքան դյուրին չի։ Օրինակի համար շատերն ասում են, իսկ արդյոք բանը Թուրքիան հայտարարել է իրավահաջորդն կամ Հայաստանը հայտարարել է իրավահաջորդը կամ Ադրբեջանը։ Հայտարարելը կապ չունի այստեղ։ Որտեղ եթե հայտարարելով լիներ, ցանկացած երկիր, որը կուտակել է մեծ թվով պարտքեր, կառավարությունը կփոխեր, մենք էլ չի ադին պարտք ունենք 4.5 միլիարդ, 5 միլիարդ, վաղ գար ուրիշ կառավարություն եւ կասեր կներեք, ես իրավահաջորդը չեմ նախկինի եւ չեղյալ կաներ։ Այդպես չի, անգամ սովետական Ռուսաստանը, որը էապես փոխեց վարչակարգը, չէ՞, ցարի ընտանիքին գնդակարեց եւ այլն, հիշեք, որ պարտքերը առ այսօր վճարում է դեռ այս Ռուսաստանը։ Ամբողջ ՍՍՄ-ի ընթացքում վճարեց, սառեցվեցին մի պահ, դրա համար պարտքերը մնացին, բայց տոկոսներով, բաներով կուտակվել է առ այսօր վճարում է։ Ես ուղղակի ժամանակ չեղավ այդ թղթերից որոշ բաներ ունեմ, այսինքն այդ ձևը։ Հիմա ինչով է որոշում իրավահաջորդությունը։ Տարածքով։ Տարածքն է ամենակարևոր գործոնը, որտեղ տարածքից է ածանցվում իրավունքները։ Այսինքն տարածքը պետության համար ամենակարևոր բանն է։ Այսինքն առանց տարածքի պետություն չի կարող լինել։ Գոնե ձևականորեն մի փոքր պիտի պետություն լինի։ Օրինակ Մալթայի օրդենը որ կա, որը անգամ Հայաստանում մի ժամանակ դեսպան ուներ, հիմա չեմ հիշում կա թե չէ, ասես կարմիր շորերով գլխարկով թուր կապած մաներ գալիս, միշտ ապրիլի 24-ին գալիս էր, բա։ Այդ պետությունը եթե եղել է Հռոմում, տեսած կլներ, այդ պետությունը գոյություն չունի հիմա, այսինքն որտեղ Մալտան բան է։ Բայց իրանք Իտալիայի մեջ մի հատ շենք ունեն, Հռոմի մեջ դրոշը կախած է եւ քանի դար է իրանք պետություն են այդպես։ Այսինքն գոնե ինչ որ
ֆիզիկական բանտի, բայց էության մեջ տարածքն, ասենք, անգամ Վատիկանը, որ ասենք, բանը որոշակի տարածքներ պիտի ունենա։ Հիմա տարածքը, ես կրկնում եմ, որտեղ ասած իրավաճորտը դա տարածքի վրա ինքնիշխանության փոփոխության խնդիրն է։ Հետևաբար, եթե վաղը զուտ տեսականորեն վերցնենք Աստվածաշնչին, ասենց մենք մերնում ենք, չէ՞, ալմանտներ կանայք չեն ծննդաբերում, գտնում աղջիկներ, մյուսները, բան ասենց կրկչան։ Վաղ ասենք քրդերը կազմեցին մեկ մեծամասնություն եւ Հայաստանի այս հանրապետությունը դառավ Քրդստանի մաս, Հայաստանի պարտավորությունները կստանձնի Քրդստանը, որտեղ դու հողի հետ միասին ստանձնում ես իրավունքներ եւ պարտականություններ։ Ինչպես մենք, երբ որ անկախանում էինք այն Ուիլսոնի իրավարար վճռով Թուրքիայից, մեզ համապատասխան մասով Թուրքա-Օսմանյան կայսրության պարտ կտրվեց։ Տարօրինակ էր, չէ՞, այսինքն այդ օսմանցիները այդ պարտքը վերցրել են, որ մեր դեմ օգտագործեն, այդ ծեվա։ Եվ նույնը եղավ Բալկանյան երկրները, օրինակ Սերբիան, կամ այն ժամանակ կոչվում էր սերբո-խորվաթական թագավոր, հրաժարվեց ստորագրել Լոզանի պայմանագիրը, սուտ այն պատճառով, որտեղ ինքը ֆինանսական հարցերով, պարտքի հարցով վեճ ուներ։ Մենք ընդունեցինք այդ պարտքի մեր մասը, որտեղ եթե մենք հող ընդունում ենք, այսինքն պետք է ընդունենք նաև դրանց առանցվող պարտքերը։ Հետևաբար կարևորը տարածքն է։ Տարածքն է, հիմա տարածքի որ մասը պետք է հաջորդ պետությունը ստանձնի, որպեսզի ինքը լինի, ասենք, իրավահաջորդ, այդ արդեն բան չի, հստակ չէ, էական մասը։ Հիմա Սովետի պարագայում կասկած չկար, այսինքն Սովետի պարագայում Ռուսաստանը սկսեմ 87%-ներ, իսկ այդ երկիրը այդտեղ կասկած չկար։ Երբ որ օրինակ Հնդկաստանը տրոհվեց երկու մասի, Հնդկաստանի եւ Պակիստանի, Հնդկաստանը շարունակեց իրավահաջորդությունը մյուս Հնդկաստանի, նախորդ Հնդկաստանի, դեպ սրանք արդեն երկու տարբեր պետություններ են։ Հասկանու եք, մենք ուրիշ շփոթում ենք, Հնդկաստանը մինչև տրոհումը եւ Հնդկաստանը երկու տարբեր պետություն են նույն անունով պարզապես։ Բայց մյուս մասը արդեն Պակիստանը չժառանգեց որևէ բան, որտեղ համարվեց, որ ինքը անկախ պետություն է, ասես գործեց տաբուլա ռասայի օրենքը, այսինքն մաքուր էջի օրենքը։ Նա շարունակեց այդ ձև։ Հետո որ Պակիստանցել Բանգլադեշը անկախացավ, որտեղ հիշում եք, ինքը երկու մասից էր, նորից այդ ձև, այսինքն էական չէր այդ տարածքի մասը դրա համար։ Երբ որ Չեխոսլովակիան տրոհվեց այս վերջերս, նա ուրիշ ձևով գործեց։ Դա քանի որ երկուսն էլ գրեթե հավասարաչափ են, երկուսն էլ 0-ից սկսեցին։ Այսինքն երկուսն էլ ասացին, որ բան, այսինքն չասեց, որ Չեխիան կամ Սլովակիան, երկուսն էլ սկսեցին, այսինքն հանդիսանալով իրավահաջորդ եւ շարունակեցին բան։ Սա շատ կարևոր բան է իրավահաջորդությունը մեզ համար գոնե։ Ուրիշների համար լավ կարևոր, միշտ կարևոր է, բայց մեզ համար առավել կարևոր է, որովհետև դա կապված է պայմանագրերի հետ, որովհետև երկու բան կա։ Պայմանագրի վավերականությունը, որ մենք խոսել ենք, դա առանձին հարց է, այսինքն ինչքանով է պայմանագիրը վավերական, թե ոչ։ Մյուս էլ արդյոք մենք այդ պարտավորության տակ գտնվում ենք, թե չէ։ Սա իրավահաջորդության պահով։ Հիմա տարածքի եւ իրավահաջորդության հետ կապված այսպիսի մի բան կա, որ հաճախ լսել եք, տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը եւ այլն, շատ հաճախ օգտագործում, որին հակադրվում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Չեն հակադրում իրականում, հավասարակշռվում են։ Ես չի ասի հավասարակշռում էի։ Միանշանակորեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ունի գերակայություն, չէ, դա միանշանակորեն է, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ հստակորեն գրված է, որ ՄԱԿ-ի նպատակներից է ժողովուրդների ինքնորոշումը։ Տարածքային ամբողջականության պահպանման նորմ գոյություն չունի միջազգային իրավունքի մեջ։ Սա հերթական խաբկանք ու խաբերություն է։ ԵՀԿ-ի Հելսինկյան ակտում նշում է, չէ՞, որ ԵՀԿ-ի Հելսինկյան ակտում էլ չի նշում դրա մասին։ Նորից խառնում են։ 3 անգամ է դա նշվում ընդհանրապես միջազգային պակտում եւ այդպես չի նշվում։ Չէ, ես տարածքային ամբողջականության խնդիր չեմ ասում։ Սահմանների Ես նկատի ունեմ, որ այնտեղ նշվում է, չէ, որ տարածքային ամբողջականության հավասարակշռման համար կամ հակառակը ազգային ինքնորոշման սկզբունք։ Այսինքն սա գործում է հավասարակշռման։ Դու եզրափակիչ ակտը նկատում ես, չէ, ձեր բան չի նշում։ Դու ասում ես եռանախագահների մեկնաբանությունը։ Եզրափակիչ ակտի մեջ հստակորեն գրած է, ինչ սկզբունք կա։
Ոչ թե տարածքային ամբողջականության պահպանման, այլ տարածքային ամբողջականության, բնական չէ, տարածքային ամբողջականության խախտման անընդունելիությունը արտաքին ուժի սպառնալիքի կամ կիրառման, սա էական տարբերություն կա։ Արտաքին ուժի սպառնալիքը եւ կիրառումը դա ուրիշ է։ Այսինքն երբ որ երկիրը, այսինքն Ղարաբաղի պարագայում, Ղարաբաղը ներսից անկախանում է եւ դրանով խախտում է տարածքային ամբողջականությունը, տարածքային ամբողջականության սկզբունքը չի Ադրբեջանի վրա անդրադառնում, որովհետեւ դա շատ լավ սկզբունք է տարածքային ամբողջականության խախտման անընդունելիությունը արտաքին ուժի, որտեղ դա վծվել է նրա համար, որ արտաքին ուժերը մեծ պետությունը չարցակվեն փոքրներին չխժրեն կամ սա բան չանեն, բայց դա բոլորովին կապ չունի ինքնորոշման սկզբունքի հետ, ոչ թե միանշանակ ուրիշ հաղթության վրա եղել, որ դա նպատակներից մեկն է, այսինքն առավել ևս Ադրբեջանի պարագային տարածքային ամբողջականություն չի կարող գործել, եթե անգամ Հայաստանը գրավի, որտեղ Ադրբեջան տարածք չի ունեցել, դա ՍՍՀ տարածքն է, դարձանքն է, որտեղ չկա որևէ փաստաթուղթ միջպետական պայմանագիր, որով ամրագրված լինեն սահմանները Ադրբեջանի, այդ թվում նաև Հայաստանի։ Հայաստանի սահմանները ավելի ամրագրված են, որ ազգային լիգան որոշել է, Ադրբեջանի պարագայում ընդհանրապես չկա։ Բանը։ Ես օրինակ բերեմ, եթե հիշում եք, Ռուսաստանը Ադրբեջանի անկախությունը ճանաչել է 91 թվականին, անկախությունը։ Բայց սահմանի մասին երկկողմ պայմանագիրը ստորագրվեց 2 թե 3 տարի առաջ, եւ միայն այս տարի վավերացվեց։ Հիմա այստեղ հարց առաջանում, շատերը ասում են, որ ոչինչ չգիտեն միջազգային, ասում են, դե մենք ճանաչել ենք Ադրբեջանին, կամ չգիտեմ, աշխարհը Ադրբեջանին ճանաչել է ներկա սահմաններով, կամ ՄԱԿ-ը Ադրբեջանին ճանաչել է ներկա սահմաններով։ Նա գանք ՄԱԿ-ից։ ՄԱԿ-ը ընդհանրապես ճանաչման ֆունկցիա չունի։ ՄԱԿ-ը ընդհանրապես որևէ երկիր չի ճանաչում։ Տես բան չկա ՄԱԿ-ի մեջ։ Միանշանակորեն չկա։ Արդեն ճանաչված երկիրն է դիմում եւ անդամակցում ՄԱԿ-ին։ Դա ուրիշ խնդիր է։ Բայց այդտեղ էլի սահմանների հետ կապ չունեն, որտեղ եթե սահմանները անդամակցումով լինեին անփոփոխ, ես ուղղակի չկտար ինքն խնդրել էի բերեի, այս չափի մի հատ գիրք է, միայն Աֆրիկայում սահմանավեճերի մասին։ Դրանք բոլորը ՄԱԿ-ի անդամ երկրներ էին։ Այսինքն եթե այդ ձև է, ուրեմն ան դառնալով սահմանները կամ մի ուրիշ անհետ պնդում կա, որ ասում են այ եթե ճանաչել են իրար, կամ ասենք ենթադրենք Ռուսաստանը ճանաչել է Ադրբեջանը, ուրեմն ճանաչել է սահմաններով, կամ եթե այդպես լիներ, ուրեմն այսօր աշխարհում որևէ տարածքային վեճ չպետք է լիներ։ Նույն Ռուսաստանը այսօր տարածքային վեճ ունի մի շարք երկրներ, այդ ամենայնին Կուրիլյան կղզիներն է։ Մինչև վերջերս 1.700.000 քառակուսի կիլոմետրի, 1.700.000 տարածքային վեճ ուներ Նորվեգիայի հետ, Հյուսիսային Սառության օվկիանոսում, որտեղ օվկիանոսի մակերեսն էլ համարվում է երկրի տարածք, այսինքն որներ։ 1.700.000-ի, թեև եւ Ռուսաստանը եւ Նորվեգիան, եւ Ռուսաստանը եւ Ճապոնիան վաղուց իրար ճանաչել են եւ ունեն դիվանագիտական հարաբերություններ։ Հետեւաբար դա չի գործում։ Խնդրեմ հարցում եք։ Իսկ եթե անկախությունը ճանաչում ես, այդ անկախությունը որոշակի տարածքի վրա պետք չի իրացնել կամ այսինքն խնդիրի հակասականություն չի առաջացնում։ Չէ, որովհետեւ երբ որ Մոնտենեգրոյի կոնվենցիան որ վկայակոչում ենք, հեսա չի խոսում հստակ սահմանների մասին, ասում է defined territory։ Այսինքն որոշակի տարածք, ասեն պետությունը պիտի վերահսկի որոշակի տարածք, որտեղ պետության գոյության համար տարածքը էական է։ Օրինակ Ադրբեջանը երկար ժամանակ չէր ճանաչվում եւ չճանաչվեց էլ ազգերի լիգայի կողմից, Միացյալ Նահանգները, օրինակ Միացյալ Նահանգները ճանաչեցին Հայաստանի անկախությունը 20 թվականի ապրիլին, բայց Վրաստանը եւ Ադրբեջանը չճանաչեցին։ Ինչու՞։ Որովհետեւ այն երկրները չեն վերահսկում իրանց տարածքը։ Սա շատ կարևոր հարց է, գոյություն ունի էֆեկտիվ կոնտրոլ հասկացությունը, այսինքն պետությունը պիտի կարողանա վերահսկի իր տարածքը։ Այն որ Ադրբեջանը արդեն 20 տարի է չի վերահսկում Լեռնային Ղարաբաղ, այսինքն էֆեկտիվ կոնտրոլ չունի, ինքը արդեն կորցրել է, եթե օրինական իրավունքներ ուներ դրա վրա, ինքը վաղուց արդեն կորցրած կլներ դա։ Դու չես կարող պնդես այդ ձևով, որովհետև ինչի է Հայաստանի փորձում Ադրբեջանը մեղադրել օկուպացիայի մեջ։ Դա շատ խորամանկ, դա խոսք չի, մենք ասում են, դե սենց ստից խոսք, չէ, ստից չեն խոսում, դա շատ լուրջ քաղաքականություն է, որովհետև եթե Հայաստանը ինքը մեղադրում է օկուպացիայի մեջ, արտաքին ուժերն են
եկել, Ղարաբաղը չի, սա մեկ, երկրորդն էլ օկուպացիան դա նշում է օրինական Ադրբեջանային պատկանող տարածքը գրավվել է երկրորդ երկրի զորքերի կողմից։ Այդտեղ օրինականության հարց կա։ Երբ որ մենք մեր այս հայ-ադրբեջանական կոնֆլիկտում հիմնակարը սարքել ենք ինքնորոշման խնդիրը, դա լուրջ իրավական սխալ է։ Որովհետև որ մենք ինքնորոշումը ասում ենք հիմքերից հիմքն է, դա նշանակում է, մենք ընդունում ենք, որ Ղարաբաղը Ադրբեջանի օրինական մաս է, այսօր էլ ինքը օրինական իրավունք պետք է ունենա անկախանալու, որտեղ ինքնորոշումն էլ արդեն դու ճանաչում ես իր մաս։ Էության մեջ Ղարաբաղը երբևէ Ադրբեջանի մաս չի եղել։ Ղարաբաղը եղել է ՍՍՀ մաս։ Այսինքն Ադրբեջանի կամ Բաքվի վարչական ենթակայության տակ։ Ես մի անգամ ասել եմ, ռուսները կառուցեցին ՍՍՀ-ը մատրոշկայի ձևով, այսինքն քառաստիճան։ Այսինքն կար մի երկիր, որ աշխարհը ճանաչել էր, շատ հաճախ ասում են Ռաշա, այդ սովետուններ չէին ասում, Ռաշա էին ասում, Ռաշաս էին ասում, այսինքն նրանց զարմանում էին, այսինքն գալիս են Կիրգիզ, ասում էին Ռաշա դրա։ Այսինքն հեշ Ռաշեն նման չէ, բայց Ռաշան է նրանց համար։ Այդ էր երկիրը, այսինքն այն ինչ որ կոչվում է international identity, միջազգային ինքնություն, մի հատ էր։ Այսինքն ոնց որ մարդ ունի։ Այդ մեծ մատրոշկան էր։ Դրա մեջ 15 հատ փոքր մատրոշկա էին դրած, այսինքն մյուս շերտներ։ Հետո այդպես 54-ը վարչական միավոր ուներ։ Բնական է, որ երկիրը մեծ է, դու չես կարող բոլոր վարչական միավորներին ուղղակի ենթակայության տակ դնես կենտրոնին, չէ՞, կառավարություն չի կարող կառավարել։ 17 միլիոն քառակուսի կիլոմետր, 250 միլիոն բնակչություն, դա ոնց որ հիմա մեզ մոտ։ Այսինքն գյուղերը ենթարկվում են, չգիտեմ, մարզերին, մարզերը այդ ձևով է գնում։ Ավելի մեծ երկրները մի քիչ ավելի ուրիշ կառավարում ունեն, շատ երկրներ անգամ ունեն, չէ՞, ասենք ինքնավար մարզեր, հանրապետություն, այդ ձևով կառավարվում էին։ Հիմա Ղարաբաղը ՍՍՀ մաս էր, ուղղակի իր վարչական ենթակայությունը, ասենք, կենտրոնական իշխանության գնում էր ոչ թե Երևանի միջոցով, այլ Մոսկվայի միջոցով։ Սա էր ամբողջ տարբերությունը։ Բայց ասել, որ այսօր մենոնք հաճախ կրկնում են, ասում են Ղարաբաղը Ադրբեջանի մաս է եղել կամ չի եղել, կամ Ադրբեջանի կազմում է եղել, դա սխալ ձևակերպում է։ Մի օգտագործել երբևէ որ Ադրբեջանի կազմում է եղել, ասեք, եղել է Ադրբեջանի վարչական ենթակայության տակ։ Որտեղ դա է ճիշտ, դա եղել է վարչական ենթակայության տակ։ Կազմ չի եղել, որ ինքն լինի կազմի մեջ, հասկանում եք, սա ամբողջ խնդիրը։ Խնդրեմ։ Պակիստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի հետ օրինակ բերելուց պարտքի փոխանցում տեղի չէր ունենում փաստորեն ինքնորոշման պատճառով։ Այդ դեպքում ինչի Սևրի, Վիլսոնի դեպքում Հայաստանի վրա պարտքի փոխանցում էր։ Չէ, ես պարտքի մասին բան ասեցի Պակիստանի բանի։ Չէ, տեղի չէր ունենում պարտքի փոխանցում։ Չէ, նայեք, դե ուրիշ խնդիր կա, պարտավորությունների փոխանցում տեղի չունեն, որպես կանոն ինչ անում, այդ անկախացող երկրները փոխադարձ քաղաքական համաձայնությամբ ինչ որ կնքում են լուծում գտնում են այդ ձև, ասենց ասենք։ Ինքը կարա, Պակիստանը կարա, չորով ասել չէ, բայց դա շատ բարդ է, որովհետև դիմացինը ինչ որ մի բան, երբ որ դու բանակցում ես, դիմացին պետք է շահագրգռես։ Այ հիմա տեսեք, այս վերջի դեպքը որն է, Սուդանի եւ Հարավային Սուդանի խնդիրն է, այսինքն էլի, որ նույն ձևի անկախացավ։ Էլ նույն խնդիրն առաջացավ, այսինքն փողի խնդիրն առաջացավ։ Միշտ այսպես հայրը ինչի շուտ համաձայնվեցին Օսմանյան պարտքը վերցնել, որովհետև հայրը ճիշտ էին, էլի։ Այսինքն ի վերջո փողի հարցը կարելի է լուծել եւ արագ բանել։ Հիմա այդ պատճառով Պակիստանն ու Հնդկաստանը երկար տարիներ կոնֆլիկտային վիճակ ունեցան, իհարկե կար նաև Քաշմիրի խնդիրը, երեք երևի չգիտեմ դրա մասին խոսել եք թե չէ, Քաշմիրի խնդիրը, բայց նաև պատճառ ունեցել ֆինանսական հարցներ։ Բայց այստեղ Պակիստան եւ Հնդկաստանի մի շատ կարևոր բան կա, նախադեպ կա, որ իրավարար վճռով տարածքային վեճի լուծման հարց կա երկուսի մեջ, 11000 քառակուսի կիլոմետր, դա շատ կարևոր է, այսինքն նախադեպ է մեզ համար, բանը, նախադեպը հանդիսանում։ Այսինքն նոր պետությունը ըստ էության իրավական առումով չի ժառանգում, բայց որպես կանոն քաղաքական ինչ-որ համաձայնության են գալիս եւ ինչ-որ մի բան վերցնում է իր վրա։ Հատկապես եթե հիշում եք Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ տեղի ունեցավ բնակչության փոխանակում հսկայական միլիոններ, որը եղել էր նաեւ ժամանակին Թուրքիա եւ Հունաստան, այս բնակչության փոխանակումները միշտ այդ ամբողջը լինում է։ Մեր դեպքում այդ պարտավորությունները ամբողջությամբ մեր վրա էր գնում Թուրքիայի թե տարբեր պետությունների։ Չէ, տարբեր պետությունների։ Համամասնությամբ, այսինքն որ երկիրը ինչ հողատարածք է ստացել,
ըստ դրա էլ բաներ լինում, մենք մեր մասով ենք ստանձնում պարտքը։ Ինչպես գիտենք, ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը ստանձնեց հայ պարտքային պարտավորություններ, ոչ միայն այն պարտքերը, որ ինքը պիտի տա, այլև իրեն պիտի տա, չէ՞, այն վերաբերող պարտքին ԽՍՀՄ-ին։ Այս առումով, երբ որ Թուրքիայից մենք ստացանք այդ պարտավորությունները, ստացանք նաև այն պարտավորությունները, որ արտաքին պարտքը Թուրքիայի նաև որոշակի մասով վերադարձնել մեզ։ Չէ, Թուրքիան չուներ երկրներ, որ իրեն պարտք էին, Թուրքիան ինքն էր պարտք բոլորին։ Ի տարբերություն ասենք, ուներ պասիվներ, ակտիվներ չուներ։ Ինչ վերաբերում է ՍՍՀ-ին։ Ես մասնակցել եմ ինքս այդ process-ին, գիտեմ ոնց է։ Ես որ ՍՍՀ-ը տրողվեց, այդ խնդիր եկավ, որտեղ ՍՍՀ-ը հսկայական սեփականություն ուներ դրսում։ Բայց որևէ հանրապետություն, պետք մենք չգիտենք ՍՍՀ-ը ինչ ունի դրսում։ Հետևաբար ՍՍՀ-ը շատ արագ սկսեց այդ սեփականությունը փոխանցել տարբեր կազմակերպության անուններով։ Օրինակ ես Թեհրանում էի 92-ին, երբ որ այդ բանակցությունները գնում էր դեռ, Ռուդենկոն իրանց դեսպանը, իրանք օդանավերով ինչքան հին գորգեր, անտիկվարիատ կա, դեսպանատնից փախցնում էին Մոսկվա։ Այսինքն իրանք դատարկում էին ամեն ինչ, ասում էին էս, այս տկլոր պատերն ա եղել։ Եթե կիսվելու հարց առաջանար, այդ է, մի կարծեք, որ ռուսները այդքան առատաձեռնային, չէ։ Մյուս կողմից մենք չգիտենք իրականության մեջ ինչ ուներ ՍՍՀ-ը, որտեղ կար հսկայական թվով բանկային հաշիվներ, ՍՍՀ-ը բանկ ուներ դրսում, Լոնդոնում կար Մոսկովսկի բանկ, որը բանը անշարժ գույք ուներ հսկայական։ Մեր հյուպատոսարանը գտնվում էր, այդ երեք որ պատմում էին նորեն, ռուսական դեսպանտան դիմացը Իսավի եկեղեցից հյուսիս։ Դա բանն էր, նախկին ներգաղթ կոմիտեի, այդտեղ Հայաստանը մաս չուներ, բայց քանի որ այդտեղ ներգաղթն էր կազմակերպվել, մի տեսակ ընկալվում էր ոնց որ հայերի տարածք։ Եվ մենք շատ լուրջ խնդիր ունեինք։ Մենք զինված պահում էինք, ռուսները ուզում էին գրավել, մենք դաշնակներին բերեցինք, ավտոմատներով կանգնեցին ու կռիվ էր գնում։ Ասենք, եթե հարձակվեք, մենք կրակում ենք։ Ռուսները այդցև էր ճակատը, բայց ռուսները վարվեցին շատ խելոք ձևով, իրանք մեզ չկարացան ճնշեն։ Իրանք ստեղ ճնշեցին իշխանությանը, այդ 92-ի վերջի պատմությունը։ Հրահանգն եկա, որ հանձնեք ռուսներին։ Ռուսներն եկած թե ասացին ցորեն ձեր չենք տա, եթե այդ շենքը մեզ չհանձնեք, մենք ցորեն ձեր չենք տա։ Մեզ էլ զանգին ասացին, որ ախպեր հանձնեք, որովհետև 92-ի վերջ չեք հիշի երևի շատ ծանր էր վիճակը։ Այսինքն, հա, շատ, ասենք հաց չկար, այսինքն օր էր լինում, որ 3 օրվա հացել չկար ամբողջ երկրում։ Մենք սառացրած օդանավերով Թեհրանից սառացված լավաշներ էինք ուղարկում, այսինքն սառացնում էինք ու այդ վիճակ էր։ Մեղրի ընդհանրապես փակվել էր ձմեռը, սովը էր մատնվել, մենք հազիվ կարողացանք 3 ավտո ալուր Իրանից մտցնել, որ ժողովուրդը սովից չկոտորվի, այսինքն վիճակը շատ ծանր էր, դա համար ռուսներն օգտվում էին հենց բաներ։ Դրա համար բոլոր երկրները բացառությամբ Ուկրաինայի եւ Վրաստանի Ռուսաստանի հետ կնքեցին զրոյական տարբերակը։ Այսինքն հրաժարվեցին ակտիվներից արտաքին, նաեւ Ռուսաստանը իր վրա վերցրեց պարտքերը, որտեղ այս մենք ճիշտ վարվեցինք ըստ էության։ Որտեղ առաջինը մենք չգիտեինք ինչ ուներ։ Երկրորդը մենք ռուսների ճակատի պիտի գնայինք ամեն միավորի համար։ Եվ երրորդը ուրիշ խնդիր կա։ Ասենք Սիրիան 7-8 միլիարդ դոլար փող է պարտք ՍՍՀ-ին, Իրաքը մի 10 միլիարդ, ո՞նց են վերցնել այդ փողը։ Ասենք Ռուսաստանը ինքը չկարողացավ վերցնել։ Այդ Հայաստանից էր որ 100 միլիոն դոլարը կաշիկ հերթելով փոքեց։ Բոլոր պարտքերը ջրեց հետո Ռուսաստանը։ Դա այդքան հեշտ չի 7 միլիարդ, 10 միլիարդ դոլար փող վերցնելը հեշտ չի։ ՍՍՀ-ը տասնամյակներով զենք էր մատակարարել, թիվը գրվում է, հետո գրում է Սիրիային ասում է 7 միլիարդ փողը հետո ասա, դա ասում է ներես ես չունեմ։ Չես տեղել կա, չէ՞, պատամա ջանքում, պարկ ունեցող գրում ես, ասում սարա փող ես պարկ, դու ասում ես դու սպանի չունեմ։ Ո՞ր այս դեպքում Ամերիկային պարտաճանաչկերպով փոխանցում պարտքերը։ Չէ, Ամերիկայի դեպքում չեն փոխանցում պարտքերը, ով ասեց։ Ամերիկան նույն հաջողությամբ պարբերաբար ջրում է պարտքերը։ Մեկ արտաքին պարտքը, որ ասացիք Ամերիկային փոխանցում է պարտքերը։ ով։ Ռուսաստանը։ Չի փոխանցում։ Չէ, Ամերիկան չէ, ես ասացի ցարական Ռուսաստանի պարտն է փակում, ես Ամերիկանուն չտվեց հիմնական։ Այո, տալիս է, որտեղ Ռուսաստանը այսօր գնողունակ է։ Այսօր Ռուսաստանը վճարունակ է։ Կարա չտա, երբ որ 20-ական թվականն եկավ, նույն պատմությունը այն ժամանակ սովետներ անում, ասում են փող չունեն, բա դրա համար մի եկավ ասավ ստեղ։ Իսկ հիմա արդեն Ռուսաստանը ծախում է նավթը, ումա ծախում նույն ամերիկացիներին կամ վերահսկվող։ Նա ասում ախպեր ջան, դու 108 միլիարդ դոլարի նավթ ես ծախել։ Իր բանկերի միջոցով է, փողը իր ձեռն է։ Ես ասում եմ, ուրեմն 10%-ը կպայեմ, մնացածը քեզ կտամ։ Եթե Ռուսաստանը փող չունենար, էլի Ռուսաստանը կասեր, ոնց որ շարունակել ասել, որ ես չունեմ։
Իսկապես այդ արաբական երկրները, որոնց սսամին պարտք են հիմնականում, դրանք ոչ վճարունակ երկրներ են, բանկրոտ են։ Մեզանից ինչի վերցրեցին, որտեղ իրանք գիտեին։ Հրազդանի կասկադը, Մերգելյանի ինստիտուտը, Մարս գործ իրանք գիտեին ինչ կա, եւ որոնք էին լավ պատառներ, իրանք վերցրեցին։ Եվ նույնը հաջողությամբ, ասեցին, ասենք ծորեն չենք տա, գազը կպագենք, որ մինչև բա նույնն է, կամ թուրքերին զենք կտանք բան, ամեն անգամ այդ նույն պատմությունը կրկնվում է, դա եղել է 90-ականներից, դա նոր չի։ Պարզապես այն ժամանակ, որ ունենք տալիս ենք, մեր վրա չէր երևում։ Հիմա չունենք, հիմա ասում են արդեն Ղարաբաղը կտակ, չէ, արդեն ուրիշ բան չունենք տալու, մյուսը կտակ, մյուսը, այո։ Պապյանի քիչ ժամանակ առնող տեղափոխվել դեպքերից կան մի հարց էլի, եթե 92-ին Ռուսաստանը ճնշում էր Հայաստանի, նույնը հիմա է տեղ ունենում, այսինքն մի քանի օր առաջ ինտերնետում նյութ է գցած, որ Ռուսաստանը հրաժարվում է զենք գնի, Հայաստանը եւ եւս մի քանի երկիր պետք է զենք գնեին։ Չէ, ոչ թե գնի, այլ տա։ Հա, զենքը տա, այսինքն այդ միջոցով էլ է փորձում ճնշի մաքսային միություն դեպի Հայաստանի մուտքը ապահովել։ Նայ, խորքի մեջ Ռուսաստանը հարուստ երկիր չի, փող չունի։ Ինքը լիքը ապրանք ունի, այսինքն գազ ունի, նավթ ունի, բայց ինքը փող չունի։ Դա ռեսուրսներ ունի, բայց այդպես փող չունի։ Ի տարբերություն Ամերիկայի, որը հաստոց ունի տպավորական։ Ամերիկան փողի խնդիր չունի։ Ինքը միշտ էլ կարա տպի ուտա, այսինքն իր փողն է, այսինքն անսահմանափակ քանակությամբ, այսօր տրիլիոններից ավելապարկ է, բայց տեսեք դոլարի գինը չի գնում, ինչի որտեղ վստահությունը Միացյալ Նահանգների տնտեսության նկատմամբ շատ մեծ է, որտեղ իսկապես հզոր տնտեսություն է։ Դուք մի մոռացեք, որ Միացյալ Նահանգների տնտեսությունը համաշխարհային տնտեսության 40%-ն է, իսկ Ռուսաստանը 5%-ը չի կազմում, այսինքն դա հսկայական 8 անգամ տարբերություն կա։ Հիմա այսօր Ռուսաստանի տնտեսությունը առանց գազի եւ նավթի սեկտորի Պորտուգալիա է։ Իսկ Պորտուգալիան Եվրոպայի հետամնաց երկրներից մեկն է։ Այսինքն Ռուսաստանի վիճակը ցավալի է։ Հետևաբար Ռուսաստանը ուզում է, նայեք խնդիրը որն է։ Այն որ հայկական խոսքը ասում է մուսկուլների խափնվում է։ Հա, իր մուսկուլները լավ է, հասկանում եք, ինքն այնց բան արել, զենք ունի, բան։ Միչել հիշողություն ունի, կա, չէ՞, ասենք մարդու տեսակ կա, ասենք այնց, որ արդեն այնց 70-ի մոտ է բան, բայց ինքը իրան թվում է, որ ինքը 27 տարեկան է, ասենք որ բանը մեկ մեջ կբռնվեց բան։ Այսինքն իր ցանկությունները եւ իր հնարավորությունները չի համապատասխանում իրան։ Ռուսաստանը իրան դեռ հիշում է որպես համաշխարհային ուժ, գլոբալ ուժ, չէ՞, այսինքն երկու գերտերություններից մեկը, որտեղ եղել է ՍՍՍՐ-ը։ Բայց էության մեջ այսօր ինքը այդ վիճակի չի։ Այսօր ինքը ռեգիոնալ ուժել չի, ըստ էության։ Ինքը անգամ ռեգիոնում դերակատարություն չի կարող խաղալ։ Ասենք Սևծովում թուրքական նավատորմը ավելի ուժեղ է, քան ռուսական նավատորմը։ Հանեք ատոմային զենքը ռուսական բանակից, ռուսական բանակը շատ թույլ բանակ է։ Ատոմային զենքն է որ պահում է։ Այսինքն ինքը կոնկրետ Սևծովում, այսինքն իր նավատորմը 1000 տարվա նավատորմ է, այսինքն ինքը նոր մի երկու հատ նավ է սակում, հիշում եք, չէ՞, վերջերս էլ վառվեց այդ մի Սուզանավն էին կառուցում, անգամ այդ չի ստացվել։ Իմ ասածը որն է, որ Ռուսաստանը ինչի Հայաստանին ճնշեց, որովհետև ուզում էր հաջողություն ունենալ։ Հասկանում եք ոնց ալու, չէ՞, ասենք ընկերական միջավայրի մեջ մեկին ճնշում են, ինքը նեղված է, քթմա միացած փոքր մոքր խեղճ գլխին է տալիս ան ինքը իրան լավ ազգում դուխը տեղն է գալիս։ Սա Ռուսաստանն է։ Իրան հաճաշում են համաշխարհային առումով, իրան Բալկաններում ճնշեցին, ինքը չկարացավ չէ շահերը պաշտպանել։ Միլոշևիչին տարան բերդը կողեցին, Նաջիբին աղվանց, ասենք ոչ միտեղ համաշխարհային առումով Ռուսաստանը ինչքան մեծ խոսքա վերջի 20 տարում չկարացավ իր շահերը պաշտպանել։ Դա ցավալի է մեզ համար, որովհետև ի վերջո մեր դաշնակիցն է, բայց ռեալ պետք է նայենք, հակառակ դեպքում մենք սխալ դաշնակիցներ կունենանք։ Հիմա ամբողջի մեջ կար մի հատ խեղճու կրակ Հայաստան, որից այս տղայից գլխին լավ ազգում էլ կմտնես Մարքսային միություն, իմանես Պուտինը լավ ման է գալիս, բան անում, որ տեսակ Կիրգիզներն ու հայերը, երեկվա տարածել է Կիրգիզներն ու հայերը ուզում են մտնել ման ուրախանում, այլ է։ Եթե ուզում են թափը այդ Կիրգիզների ու հայերի վրա արեք էդի, բայց համաշխարհային առումով ինքը չի կարող որ այսինքն բան անել։ Դրա համար դա ոչ հեռանկարային հասկանում եք, ինչպես կյանքում, երբ որ դու մեկին ստիպելով հարաբերություն ես զարգացնում եք, ի վերջո ինքը կարող է քո այդ հարաբերությունն քեզ սիրի, ամուսնանա, չգիտեմ ինչ, բայց իր ներսից իր այդ ատելությունը մնալու է իր մեջ։
Նույն ձևել ազգերն են, չի կարելի։ Երբ որ փորձում են Եվրոմիությունը համատել ՍՍՄ-ի հետ, մոռանում են մի բան, որ Եվրոմիությունը դա իսկապես կամավոր սկզբունքներով հավասարությամբ աստիճանաբար զարգացել է։ ՍՍՄ-ը այդպես չէ եւ չի կարող լինի։ Ասեմ ինչու։ Ռուսաստանը չափից ավելի մեծ է իր համատած մյուս երկրների հետ։ Եվրոպայում գոնե համարյալույն է, կա, ասես առաջի կարգի երկրներ, Ֆրանսիա, Գերմանիա, մի քանի երկրներ տնտեսության եւ քանակով մեծ են, բայց մի երկիր չի։ Այսինքն գոնե Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան ինչ որ երրյակ է, իրար հետ բան, հիմա մի երկուսը մոտենում են, այսինքն Լեհաստանը բավականին լավ է, բայց այդ ոնց որ ասած միջուկն է եւ մի քանի երկրներ, որոնք համարյա նույն տնտեսությունն են եւ այլն։ Ռուսաստանի պարագայում կա հսկայական Ռուսաստանը, հսկայական տարածքով, բնակչությամբ, ռեսուրսներով եւ sense կողքերը մի քանի ասենց մանր երկրներ։ Այսինքն անգամ Ղազախստանի պարագայում, չէ, եթե մաքսիմալության թվերն ենք տանում, եթե կարծեմ Ռուսաստանը 405 միլիարդ դոլար է մաքսիմալության մեջ իր շահույթը, կապիտ եկամուտը, Ղազախստանը 16 է։ Տեսնում եք ինչ հարաբերություն։ Հայաստանը 1։ Հիմա տեսեք, մաքսիմալության մեջ ոնց է, մաքսիմալության մեջ ըստ ազդեցությունը, ըստ տնտեսական քաշայի տարբերություն ՍՍՄ-ի, որտեղ կա իրավա հավասարություն։ Հիմա դուք պատկերացրեք, դուք մի ընկերության փայատեր եք, ճուր կոոպերատիվի, որտեղ մեկը ունի 99.75%-ը, իսկ դուք ունեք 0.25%-ը այդ ակցիայի կամ չգիտեմ ներդրած գումարի։ Հիմա դուք ոնց եք կարողանալու այդ 99 եւ ավելի նրա հետ նստեք ինչ-որ մի բան խոսակ։ Դրա համար չի ստացվի։ Դրա համար էլ ստացվում է, որ ասենք կա թելադրամ։ Հիմա ՍՍՄ-ի ժամանակ ունեկար ձևականորեն պրոլետարիական ինտերնացիոնալի, ժողովրդների բարեկամություն եւ այլն, դրա հիման վրա փորձում էին պահեն արտաքին հավասարությունը։ Ստե չկա մարդիկ ասում են շուկայական հարաբերություն է եւ իրանք ճիշտ են, չես կարա մեղադրես։ Այսինքն որ ինքը բանալ, չես կարա մեղադրես, այդ ձև է։ Այդ ձև է, բայց ուղղակի դի մտածես, որ եթե շուկայական հարաբերություն է, տեսեք, մի քիչ շերվեցինք, ես էլ ասեմ բան, ասենք մաքսիմալության հիմնական գրավիչ պահը որն է, ասում են գազը էժանանա։ Գուցե, բայց Ռուսաստանը արդեն պարտավորվել է, որ գազը պետք է ազատականացնի եւ պետք է միջազգային գներ լինի, այսինքն եւ դա վերջնաժամկետը առևտրի համաշխարհային կազմակերպությանը 2020 թիվն է։ Լավագույն դեպքում, եթե իսկապես այդպես է, 2020 թիվը մի քիչ կարող լինի, մեր ոչ թե բանի։ Դրանից հետո գազը պետք է դառնա միջազգային գներ։ Այսինքն այդ էլ մենք չենք ստանալու, այսինքն արդեն համարյա 14 թիվ ենք։ Ուզում ասեմ, մի 6 տարվա խնդիր է։ Արժի արդյոք պետականություն կորցնել 6 տարվա էժան գազի գնի համար։ Այստեղ խնդիրն է գալիս, հասկանում եք, որովհետև այն ժամանակ գոնե ՍՍՄ-ներ ընդհանուր բյուջե կար եւ ըստ բնակչության թվի բաժանում էր գնում։ Եվ հետեւաբար ինչ են այս միջինասիական երկրները ավելի զարգանում, որտեղ շատ են ծննդաբերում մուսուլմանական երկրներ են, հատկացումները շատ են, որտեղ հատկացումը ըստ բան է, ասենք դպրոց երբ էին կառուցում, քանի նախադպրոցական տարիքի երեխա կա, հիվանդանոց, կար չափորոշիչներ, որոնք գնում էին։ Հայաստանը չպետք է մոռանանք, որ 20-ական թվականներին Հայաստանը ՍՍՀ-ում ամենաբարձր բնական աճն է ունեցել, ավելի քան մուսուլմանական հանրապետությունները։ Դա ինչով էր պայմանավորված։ Եղեռնով էր պայմանավորված։ Որտեղ երկու շատ կարևոր գործոն է գործում։ Մեկը կենսաբանական գործոնն է, ապացուցված է, ուրեմն վերցնում են մկների երկու խումբ, եւ մկների մի խումբի առջև կոտորում են մյուս խմբին։ Ողջ մնացած խմբի մոտ ծնելիության ցուցանիշը բարձրանում է։ Այսինքն բնությունը ռեակցիա ունի։ Եվ շատ հետաքրքիր է, որ միշտ պատերազմից հետո տղաների թիվը շատանում է, ծնելիության խախտվում է։ Երկրաշարժից հետո բնությունը մենք հենց չենք պատկերացնում ոնց է դա կատարվում։ Բայց բնությունը ինքնակարգավորման է գնում, այսինքն քանի որ պատերազմների ժամանակ տղաների զոհբանը ինքը ավելի շատ տղա է ծնել տալի, չգիտեմ ոնց է կարգավորվում։ Այդպես արտագաղթը լավ։ Հա, որ
Որտե մի մոռացեք, այդ մեր համար է, մենք անհատման ենք անում, բայց ոնց որ մրջնի բույնը կա, որ մի ամբողջություն է, հա? Բնության համար էլ մարդկությունը ինչ-որ Իսկ ես Մաքսային միության հետ կապված, որ հիմա արդեն Սիրիա ասեցին, Կորեա, կամ ինչ-որ Թուրքիան ինչ-որ ակնարկներ արել։ Դու գրականությունից լավ այդ Իսահակյանի եւ Դեմիրճյանի ասма դու էլ ասա։ Հիմա դու էլ ասա, ձեր չի, հիմա տեսնենք։ Թոմաս ասма Թուրքիան դառնա Մաքսային միության անդամ։ Եղբայր, դուք մեզ ասում եք, որ չես կարող ՆԱՏՕ-ի հետ հարաբերություն ունենալով Մաքսային միության անդամ լինես։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ո՞նց անելու Մաքսային միության անդամ։ Թուրքիան Եվրոմիության Մաքսային միության անդամ է։ Եվրոմիության անդամ չի, բայց Եվրոմիության Մաքսային միության անդամ է 95 թվականից։ Իսկ ո՞նց կարա միաժամանակ խոսում են, ասում են։ Այսինքն այդ ժողովրդի գլուխն է դասում։ Իհարկե, դա սովորական հայերեն խոսքով ասած Դիշովի ռոպագանդա է։ Հասկանում եք, այդտեղ պարզից պարզ է, ով կմտնի այդ Մաքսային միություն, խե մտնելու Կորեան։ Ինչ անի։ Չգիտեմ որ Կորեայի մասին է, բայց Ոչ հարավային հաստատ։ չէ, եթե անգամ հյուսիսային էլ չի մտնի։ Հյուսիսային ինքը միահեծան տեր իրական է, այսինքն ասում է տղեր կանցեր ձախ, տղեր կանցեր կաչ, ամբողջ ժողովուրդը իր համար պարում է, երկում է։ Գամ մտնի իր գլխին ինչ-որ Պուտին, Նազարբաև, ինչ-որ բաներ խոսան, ինչին է պետք։ Ինքը իր համար ապրում է, այսինքն ուզում եմ ասեմ, տենց է, դուք մի շատ բան արեք, ինքը իր պահպանում է, եթե ինքը ուզենան մտածել իր ժողովրդի լավ լինելու, այն հարավային Կորեայի կմիավորել, կվերջանալ, կգնա տնտեսական իր բոլոր խնդրած, ինքը իշխանություն կորցնի, ինքը չի ուզում կորցնի, ոչ ոք չի ուզում իշխանություն կորցնի։ Հասկանում եք, իշխանության, չգիտեմ, ձգտումը, բնազդը, ինչ ուզում եք կոչեք, դա շատ ավելի է, քան մարդու հիմնական բնազդները, չէ՞, Ֆրոյդի այսքան իշխելու բնազդը, անգամ սեռական բնազդից ավել է։ Դա լավ ասա, չէ՞, ինչի այսքան իշխանավորները անգամ այդ սեռական բնազդն է դաճում, այսինքն առանձնապես հեռանում են այդ կյանքից։ Մատ եւ ձևականորեն մի սիրույն ունել են Մերսեդեսի կողքի, էլի, որ այդ բան ունի, արգումենտացիան պայելու համար, բայց այնցան մեջ բանը, որտեղ այդ բանը ֆիզիկական, դա լրիվ ուրիշ է, մարդիկ դա նարկոտիկ է։ Շատ քչերն են կարողանում մտնել իշխանության մեջ, հետո դուրս գալ դրանից։ Իրանց համար դա բան անում այդ ամբողջը, եւ ամբողջ աշխարհը քաղաքական կյանքը դա նարկոտիկ է։ Դուք էլ որ հեսա վարակվեք մտնեք այս քաղաքականության մեջ, սա որը պետք է քաղաքականությունից կա։ Ես լիքը մարդ գիտեմ ամեն երկու շաբթի երթվում, որ ինքը այլևս չի կարողանում քաղաքական լուրել, բայց շարունակում է կարդալ ամեն անգամ, դա այդ ծխելու թարգելու նման է, ամեն երկու շաբթի, որտեղ վարժում են, մարդիկ վարժում են դրա։ Հարցում եք, խնդրեմ։ Մեր թեմայի վերադառնանք, պարոն Պապյան, ուրեմն դուք ասացիք, որ միջազգային իրավունքի մեջ չկա տարածքային ամբողջականություն հասկացություն է։ Տարածքային ամբողջական պահպանման հասկացություն։ Հա, բայց ինչի՞ է Մադրիդյան սկզբունքների մեջ մի հատ ասում ժողովուրդների ազգին ինքնորոշում, հետո տարածքային ամբողջականություն է նշեցնում առանց որևէ հերթական անգամ ոչ պրոֆեսիոնալիզմը դրսևորում։ Անկախ ինքը միջազգային հանրության մեջ իրան դիտորդներ ունեն Մադրիդյան սկզբունքները։ Այո։ Բայց այսինքն ստացվում է ոչ պրոֆեսիոնալ այդ երկրները։ Չէ, երկրները ոչ պրոֆեսիոնալ։ Մենք ենք ոչ պրոֆեսիոնալ, իրանք մեզ այդ կուտու կերցնում են։ Իրանց համար դա է պետք, այդ բանը խաղարկեն, իրանք խաղարկում են, մենք էլ այդ բանը կան։ Մենք պետք է ասենք, որ դու ախպեր ջան ցույց տուր, այդտեղ առանձին հղումներով կա, բացեք նայեք։ Այդ որտեղ է գրված տարածքային ամբողջականության պահպանման այս պարակային բան, մենք ասում են մեկու մեջ։ Մեկ հիմա ժամանակ Քոչարյանն էր ասում, հիմա մյուս Քոչարյանն է ասում փոխնախարար, որ բանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Ղարաբաղի հարցի հետ։ Մեկ ասում են այդ բանը։ Բայց ոնց ասած այդ ասում են, բայց նայեք, մենք կոշտ բանակցող չենք։ Հայերը շատ փափուկ ժողովուրդ են։ Եվ այդ իրանց անձնական փափկությունը նաև բանակցային գործընթացի մեջ է, ի տարբերություն թուրքերի։ Թուրքերը ընդհակառակը կենցաղում շատ փափուկ ժողովուրդ են։ Գիտեք, առիթներում ես շատ եմ հետները բանակցել, այնքան քաղցր են, այնքան լավն են, ամեն ինչը բանա, էլի սենց որ ցես բերում են հատուկ, ես քանի անգամ սիրուն աղջիկներ են բերում շեկ մազելով, բան լրիվ, այդ ամբողջ սարքածա։ Ես բանակցել եմ հետները, բաներ եմ փոխել, եկել է ստորագրելու, ասենք փաստաթղթերը փոխվել է, բայց ես լավ նայել եմ տեսնել եմ 5 փաստաթուղթ են դեռ տվել ստորագրելու։ Իսկ այդ փոփոխությունը արված չի մեջը։ Իրանք տենց են դա անում, այսինքն իրանք բավականին բան են նենք են։ Այսինքն դու բանակցում ես օրերով, փոխում ես տեքստը, բան եւ այլն, հետո վերջին պահին ինքը դու փոխում ես, դեմա տալես, դու էլ շատերը կան մեկ էլ ստոր, մենք ունեցել ենք այդ ձեր դեպքը։ Կարող է Ցյուրիխի պայմանագիրը։ Չէ, Ցյուրիխի պայմանագիրը ուրիշ է եղել։ Մենք այդպես դեպք ունեցել ենք Երրակոմ, թուրքերը չեն, պարսիկներն էին։
Մենք Աշխաբադում բանակցություններ էինք եռակողմ, Թուրքմենիա, Իրան, Հայաստան։ Ես Իրանի բաժնի վարիչն էի։ Բանակցեցինք այս ամբողջը եւ այլն, մեկ էլ ես տենամ այս պարսիկների թղթերը փոխում են։ Ես ինչ ես անում։ Բա ձեն մի հանի ասում, այդպես ինչ լավ է ձեր համար, նայեցի մեր համար լավ, բայց ձեն չարեցի։ Հաջորդ օրը ես թուրքմենները չջոգեցին, ստորագրեցին։ Հետո թուրքմեն բաշին այդ փոխնախարարն էր տրանսպորտի, սրան հանեց գործից, հետո չգիտեք, հետքերը կորա, որովհետև իրանց ի վնաս կետ կար։ Այս մարդը երբ որ ոնց ասած հետո ստորագրությունը ոնց է ուրեմն։ Մեկը կարդում է տեքստը, դե եկել նստել են արդեն նախագահները, բանակցված տեքստը կարդում է, պարբերություն գլխով են անում, այսինքն մերոնք յանի լավ, հետո որ եկավ այդ պարբերությունը, այս թուրքմեն բաշին խառնվեց բան, բայց արդեն ուշ է։ Սկսա գլխով արեցին, որ փաստաթուղթը տենց է, փաստաթուղթը պարաֆիկացիա է ենթարկվում, մենք ստորագրել ենք տակ, այսինքն։ Հա, բայց այդ պարսիկները քաշեցին այս թուրքին, ես էլ ձեն չանեցի, այսինքն առանձնապես, հա, դա մի կարծեմ որ ամեն ինչ չունեմ, դա սովորական խաբեբայություն է, դա դա Հաճախանում, դամար ամեն ինչ պետք է ուշադրին նայել, միլիոն բան կա, միլիոն բաներ կա, 1000 տեսակի մախենացաներ են անում, չգիտեմ, լավագույն խմիչքներն են բերում դրանից առաջ, միլիոն տեսակի ինչ ասես անում են դες չեղելու համար, այդպես չի, այո, հարցն է։ Դուք ձեր հոդվածներում մի քանի անգամ նշել եք, որ ՄԱԿ-ը որպես ազգերի լիգայի իրավահաջորդ պարտավոր է վերականգնել սահմանել Հայաստանի Ադրբեջանի սահմանը, բայց կա միջազգային կազմակերպությունների իրավահաջորդություն, երեքական մի քանի օրինակ։ Չէ, միջազգային կազմակերպությունների իրավահաջորդություն չկա, եթե դրա մասին չի ստորագրվել հատուկ համաձայնություն։ Ազգերի լիգան եւ ՄԱԿ-ը ստորագրել են 46 թվականի կարծեմ ապրիլի 18-ին հատուկ համաձայնություն, որով ազգերի լիգան իր իրավասությունները, արխիվները, ամեն ինչ փոխացել է ՄԱԿ-ին։ Այսինքն ՄԱԿ-ը ստանձնել է, որտեղ մի շատ կարճ շրջան, շատ հետաքրքիր է եղել, ազգերի լիգան եւ ՄԱԿ-ը զուգահեռ են գործել։ Հետո ազգերի լիգան փոխանցեց, եւ եթե որ նայեք, անգամ միջազգային դատարանը որ կա, այն ժամանակ կոչվում էր, հիմա կոչվում է International Court of Justice, այսինքն արտադրության միջազգային դատարան, այն ժամանակ կոչվում էր Permanent Court of International Justice, մշտական։ Եվ այդ գործերը մենք ստեղում ենք ահագին այդ դատավարական գործը, որտեղ շատ կարևոր են։ Անգամ համարակալությունը չի փոխված։ Այսինքն ենթադրենք 1-ից մինչև 250 գործը ազգերի լիգանա, 251-ից եւ այլն շարունակվում է բան, այսինքն շարունակականություն կա, մեկ է այդ առումով։ Մյուսը, որտեղ ես բերեցի փաստաթուղթը իրավական, հիմա պրակտիկան եմ ասում, որտեղ այդ երկու բանը։ Մյուսը նա օրինակի համար մանդատային, հիշում եք մանդատների մասին մենք խոսել ենք, այսինքն միջին արևելյան, դա A տիպի մանդատներն են, բայց կար նաև C տիպի կամ S տիպի, ABC մանդատներ, որ Աֆրիկային են վերաբերում։ Եվ այնտեղ Նամիբիայի մանդատը, որը որպես նախկին գերմանական գաղութ հանձնվել էր Բելգիային, դա շարունակվեց որպես խնամակալություն, փոխանցվեց ՄԱԿ-ին, այսինքն ՄԱԿ-ը շարունակեց այդ նույն մանդատային գործընթացը։ Դրա համար, երբ որ մենք այս մեր հողային հարցերից պետք է լուծենք, մենք մեջը բազմաթիվ, ես հաշվել եմ մոտ 100-ի չափ կետեր կա, ուղղակի բան չի լինում, այն օրը հենց Ամերիկայի ընկերներն են գրեաբաներ ստեղ խոսում ենք, ասում դե երբ պետք է ցուցակը տաս։ Այս ժամանակ, այսինքն պետքա կազմել ցուցակը բոլոր այդ հարցերի եւ առանձին անել հետազոտություններ, որոնցից մեկը նաեւ է դա ՄԱԿ-ի եւ ազգերի լիգայի իրավահաջորդությունը, չգիտեմ, պետությունների իրավահաջորդությունը, պայմանագրերի նկատմամբ իրավահաջորդության հարցը, ՍՍՄ հանրապետությունների կարգավիճակների հարցը, միլիոն հարց կա այդտեղ, որովհետեւ եթե մենք վաղ գնանք միջազգային դատարան, այս հարցերը մեջտեղ են գալու։ Եթե մենք նախապես դրանք չունենանք մշակած չենք հասցնի, այդ նոտի մեջ կգնենք։ Օրինակ շատ լուրջ խնդիր մենք այսօր ունենք կապված Էստոպելի հետ։ Այսինքն Հայաստանը արդեն 20 տարի է եւ ավել անկախ է, 91-ից 22 տարի եղավ արդեն։ Եվ ոչ մի բան չի ձեռնարկել։ Միջազգային իրավունքի մեջ կա Էստոպելի սկզբունք։ Ձեզ կասեն, բա դու քո անգործությամբ համաձայնվել ես ստեղծած իրավիճակին։ Միջազգային դատարանը կարա մերժի։ Ես դրա համար, հիմա ես կոչ եմ անում, այդ հարցով նոյեմբերի 22-ը ամեն ինչ անել հռչակելու համար հայրենատիրության օր։ Ինչու նոյեմբերի 22-ը, որտեղ այդ օրն է, որ Վիլսոն իրավարան վեճերն է եղել։ Այսինքն Հայաստանը պետք է փաստի, որ ինքը շարունակում է, ոնց ասած, դժգոհ մնալ այդ իրավիճակից, ինքը գոհ չի։
Այստեղ մեզ շատ վնաս հասցնեց այս արձանագրությունները, որտեղ մենք ըստ էության ընդունեցինք սահմանները։ Սա էլ մեզ կարա դեմ տան, անկախ նրանց վավերացվելա թե չէ։ Դա քաղաքական կամքի արտահայտություն է, բարձրագույն իշխանության։ Դուք ճանաչել եք սահմանները։ Ես չգիտեմ ինչ կլինի միջազգային դատարան, որտեղ մեր ըստ էության միակ հույսը միջազգային դատարանն է։ Ես լուրջ մոտենանք, էլի ասեմ, եթե մենք պետք Հայաստանի տարածքների հարցը դնեն, դա չենք դնելու ռազմական ճանապարհով, չենք դնելու քաղաքական, չենք կարող դնել ուղղակի sense ասեմ։ Դրանք կարող են կողքից, աջակից ինչ որ ացանցիալ ուղիներ, բայց մունը պետք է իրավական պայքար, իսկ իրավական պայքարի մեջ մեզ կարող է դատարան ասի կներեք, ես ձեր գործը չեմ վերցնում, որովհետև դուք 20-22 տարվա երկիր եք, ոչ մի անգամ ոչ մի ղեկավար չի հայտարարել, որ ինքը տարածքային պահանջ ունի, դուք ճանաչել եք սահմանները, վերջացավ գնաց, որովհետև իրավունքի մեջ ընդհանրապես եւ նաեւ միջազգային, եթե հարցը մի անգամ լուծվում է եւ փակվում է, աննորից չի վերաբացվում։ Այսինքն դուք մեկի այդ վեճի մեջ եք, պայմանավորվեցիք, ինքը ձեզ պարտքա $1000, բայց պայմանավորվեցիք, ասես ապա $500 տու, հարցը փակվեց։ Ինքը տալիս է ձեզ, հետո գնեք 500 կացեք, չի ասում 500 դիտա, չէ, արդեն պայմանավորվել ես, կա պայմանավորվածություն։ Հարցը մի անգամ լուծվելուց հետո չի վերաբացվում։ Հիմա տեսեք, ինչի օրինակ էս Բյուզանդի փողոցը, որ քանդել էին, պետությունը հատուցում է տալիս եւ մի մարդը հրաժարվում է։ Չէ՞, կարող մտածեին, թող գնա ստանա $10,000, հետո էլ կգնա կպայքարի մյուս $10,000 համար։ Չի կարա։ Մի անգամ ինքը ստացավ, հարցը փակված արդեն լուծվեց։ Այս խնդիրը կա։ Դրա համար երբ որ նայեք Սիրիա-Թուրքիա սահմանների վերաբերյալ բոլոր սիրիական քարտեզները, այնտեղ Ալեքսանդրետի սանջակը նշված է որպես գրավյալ տարածք, որպես նախկին սիրիական տարածք, որպեսզի Էստոպոլի սկզբունքը չգործի։ Այնպես որ Լանդոնի մեր նախագահը վերջում հայտարարեց, որ մենք այսքան 20 տարվա մեջ ոչ մի բան չենք ներկայացրել Թուրքիայի տարածքային շրջանում։ Այո։ Ժամանակ Քոչարյանն է հայտարարել, որ մենք միայն բանը, հա, բարոյական կողմն ենք ցանկանում մեր ցեղասպանության ճանապարհը։ Նու Քոչարյանը մի անգամ էլ ուրիշ բան է հայտարարել, Աթենքում գիտեմ, որովհետև բզողնից մեկի էս եմ եղել, բայց մենք հետևողական երբևէ չենք եղել։ Եվ մեր դեմ հանելու են ոչ թե այն հայտարարությունները կիսամեղմ, որ օրինակի համար երբ որ 2 տարի առաջ պետհամալսարանում նոյեմբեր 22-ին Ուիլսոն իրավար առաջին նվիրված գիտաժողով եղավ, կարող է հիշեք կամ չի հիշեք, եւ այդտեղ Վիգեն Սարգսյանը եկավ նախագահի անունից զեկույց կարդաց, կամ երկու նախագահների այցելությունը Վաշինգտոնի մայր տաճար, Ուիլսոնի գերեզմանին, դրանք քայլեր են ցույց տալու համար, որ մենք հետևողական ենք այս բանին, բայց մի նման քայլին մենք մի 10 հատ հակառակ քայլն ենք անում։ Եվ այս ամբողջը ոնց որ ասած քաղաքական կամքի դրսևորումը, էլի հասկանում եք, վերջնական չեմ ասում ոնց կլինի, ես էլ չգիտեմ, որտեղ դա դատարանի որոշելիք է, կախում ունի բանից։ Օրինակ մի երկու շաբաթ առաջ այդ ամերիկացի իրավաբանները եկե խոսում էինք հետը, առաջի հարցը որ ինքը դրեց, ասեց բա դու ոնց ես մտածում, դու 20 տարվա երկիր եք 20-ից ավել, ոչ մի անգամ հարցը չեք դրել։ Ոնց եք անելու։ Հասկանում եք, երբ որ մենք ՍՍՄ մաս ենք կազմում, մեր հարցը հեշտ էր։ Մենք չունենք անկախություն, ՍՍՄ-ն է, մենք ձեռի տակ ենք, բայց դու հիմա անկախ երկիր ես։ Եթե հարցը չես բարձրացրել, կարա դատարանը չվերցնի։ Դրա համար էլ ուզում եմ մտնել մաքսային միություն, որ Դե բայց ցավոք սրտի մաքսային միությունը դու հələ չգիտենք ինչ կարգավիճակով, որտեղ այն ժամանակ ինչ է տեղի ունեցել, ասի ավելի վատ տարբերակ է։ Որտեղ այն ժամանակ տեղի ունեցել ուղղակի օկուպացիա, եկել է 11-րդ բանակը, քեզ գրավել է, դու միշտ կարաս ասես օկուպացիա, հիմա քո ցանկության բան։ Ասպա քո քաղաքական ղեկավարությունը բարձրագույն համաձայնվել է, չես կարող ասես որ օկուպացիա է։ քաղաքական ղեկավարությունը կոմպետենտ։ Չես կարող ասես, որովհետև ընտրությունները ճանաչվել է որպես նորմալ ընտրություններ եւ իրանք ներկայացնում են մի բան, այսինքն չի։ Օրինակ Ադրբեջանը, որ հիմա Ամերիկան չճանաչեց Ալիևի ընտրությունները, ավելի շահով դիրքի մեջ է։ Իրանք միշտ կարան ասեն, որ չեն ճանաչել, մենք էլ չենք ճանաչել, Ալիևի արածը մեր համար հիմք չի։ Այդ չեն ճանաչել, բայց մենք այդ դրել չունենք ցավոք։ Այո։ Ես երկու հարց ունեմ, էլի առաջին հարցը ուրեմն effective control-ի հետ կապված, որ դուք նշեցիք։ Հիմա Թուրքիայից այդ մեր տարածքային պահանջների հետ կապված, դա արդյոք գործում է եւ թե ընդհանրապես չի գործում մեր հետ կապված։ Ու երկրորդ հարցը 40 թվականի ցեղասպանության կոնվենցիայի մասին։ Տարբեր գրքերում նշում է միջազգային յամուկի, որ ինքը հետադարձ ուժ ունի, մի քանի վերլուծական շրջան, այսինքն մի քանի գրքերում հանդիպել են որ չէ, ու վերլուծական շրջանակների շատերին նշում են որ չունի հետադարձ ուժ։ Այս այդ կապված ինչ-որ հստակ կա միջազգային։ Հիմա տեսեք, ինչ վերաբերում է մեր հողերին Թուրքիան, ասենց ասենք, այդ effective control-ը։ Այդ տարածքը անվիճելիորեն հայկական է եղել, որտեղ կա իրավական վճիռ։
Այսինքն դա վիճելի տարածք չի եղել։ Effective control-ը կարևոր է, որ տարածքը վիճելի է, այսինքն ոչ մի contested, այսինքն երբ որ հստակ չի իրավական։ Այսինքն վեճ է գնում, ով է վերահսկում։ Այսինքն խնդիրը հետևյալն է, թե Ադրբեջանն ասում է նա հերիք չինքը թուղթ չունի, որ իրանն է, որտեղ ոչ մի թուղթ չկա, չէ՞։ Ոչ ոք չի կարող նա թուղթ ցույց տա, որ ասի այստեղ գրած է, որ սա Ադրբեջանի տարածք է։ Նման թուղթ գոյություն չունի։ Մյուս կողմից ինքը այդ կոնտրոլը չունի, ուրիշ բան որ ունենա։ Մեր հակառակն է։ Մեր պարագային ուրիշ է։ Եղել է միանշանակ վճիռ, բարձրագույն վճիռ, Փարիզի հաշողովի հիման վրա եւ որ Հայաստանի տարածքը։ Հետո եկել են գրավել են երկուսն էլ բան եղել, այստեղ արդեն ուրիշ չանց է։ Այդտեղ այդ խնդիրը չի, այստեղ ուրիշ վտանգը դրա մեջ չի։ Վտանգը նրա մեջ է, որ մենք կարող է գործիքից զրկվենք, այսինքն միջազգային դատարան դիմելու հնարավորություն չունենանք, որտեղ հակառակ պարագային ոնց ենք հետ վերցնելու։ Հա, եթե մենք ունենանք այն ուժը գնանք գրավենք, միշտ էլ դեմ կտանք, ասենք, այ հեսա մեր հողերն է, այսօր մեր փաստաթուղթը։ Ոնց որ այսօր դու կարող ես գնաս մեկին տնից հանես դուրս գցես, եթե ունես սեփականության վկայականը, չէ՞ կգա ոստիկանություն կասես ինչ ես անում, կասես սա ախտեր, կադաստրի թուղթը ես տու միննա, ես թեև դրա համար էլ համարում եմ, որ դու նախապես դիվացներ որոշ բաներ անցնեիր, էլի։ Եվ բայց ամեն դեպքում դու թուղթ ունես։ Հա, բայց մենք լավ ենք հասկանում, որ Ես ինչ բացառիկ նպաստավոր պայմաններ ստեղծվի, որ ինչ որ մի մեծ ուժ, միակ ուժը դա Թուրքիայում հաղթելու համար Միացյալ Նահանգներն է, ուրիշ ուժ չկա, կամ Ռուսաստանը չկա այս հարցում, որ Ամերիկան որոշի, որ ինքը պիտի Թուրքիան դնի ջախջախի, ոնց որ Իրաքին ջախջախեց, դուրս գցին դեղ, ասի հայեր ձեզ։ Բայց մենք ինչքանով ենք Ամերիկայի հետ աշխատում բան, շատ թուլոտ ասում ասեմ, էլի։ Դա բան, մնացածը մնում է իրավական ճանապարհը, դրա համար այդ բանն է։ Մյուս հարցը ինչն է։ 40 թվականի։ Հա, հիմա տեսեք, մենք հաճախ ասում ենք, չէ, որտեղ դա ամրագրված է նաև Վիեննայի կոնվենցիայի մեջ, որոնք են սկզբնաղբյուրները, sources of international law։ Մեկը պրակտիկան է։ Հիմա, եթե մենք համարում ենք, որ Հոլոկոստի վերաբերում է կոնվենցիան, ուրեմն, այսինքն հետադարձ ուժ ունի։ Եթե ինքը հետադարձ ուժ ունի, ուրեմն հետադարձ ունի նաև նախորդ ցեղասպանությունների նկատմամբ, որտեղ դավես օրենքի հիմնադրույթներից մեկը նրա ունիվերսալիզմն է։ Նա բացառիկությունը չի, ոնց որ կյանքում է, չէ՞, եթե դու ասում ես, որ այն ինչ որ զուգանի վրա կպցրած տղա, այսինքն բոլոր տղաները մուտք ունեն, իսկ բոլոր տղաները մուտք ունեն, ոչ թե մենակ մեծ ակաժներով տղաները, հասկանում եք, չէ՞, այդ է։ Այսինքն նա ունիվերսալ է այդ օրենքը թույլ է տալիս, կամ արգելքը, չի մեկի համար չի, աշխարհում միակ օրենքը որ կա մի հետի համար, դա Թուրքիայում Աթաթուրքի մասին օրենքը, որ չի կարող Իրան վիրավորել, որ այդ բանը հակառակ պարագայում ունիվերսալ, այսինքն դա վերաբերում է ինչ-որ մի խմբի։ Հետևաբար, եթե ինքը հետադարձ ունի հրյաների համար հոլոկոստի, մեր համար էլ հետադարձ ուժ ունի, ինքը չի կարող ուստեղ լինի։ Մյուս կողմից, ընդհանրապես ցեղասպանությունը որպես պատերազմական հանցագործություն, մարդկայնության դեմ ուղղված հանցագործություն, բան, դա արդեն բան է։ Լիլիթ, մի հատ են կարմիր հասկիլքը բեր, էլի, բանը։ Կարծեմ ստեղ պիտի լինի, այս սեղանի մենա։ Այսինքն այս նորմերը եղել են, ըստ էության կոնվենցիան դա կոդիֆիկացիա գոյություն ունեցող նորմերի, հասկանում եք։ Դրա համար, այսինքն այս գոյություն ունի Մարտենսի ուղում ճշգրտում amendment of Martens։ Martens-ը այս բաներն է, the loss of armed conflict, այս այդ օրենքներն է։ Եթե որևէ մեկը ուզում է զբաղվի այդ կոնֆլիկտների բանով, առնվազն այսքան ինքը պիտի հիմնատի պես իմանա։ Եվ այստեղ արդեն սկսած 19-րդ դարի վերջից այդ ամբողջը կա։ Հա, իսկ մեզ գրքի մեջ կա այդ Մարտենսի բանի մասին, դրույթի մասին, արդեն 19-րդ դարի վերջից Մարտենսը էստոնացի ծագումով այդ ռուս իրավաբան էր, ընդունեց աշխարհը, որ սեփական, ընդհանրապես խաղաղ բնակության դեմ կատարած գործողությունները հանցագործություն են եւ սեփական ժողովրդի նկատմամբ այդ բանը հանցագործություն են։ Հիմա եթե մենք ցեղասպանությունը դիտարկում ենք պահանջատիրության առումով, հողային առումով, մենք մի քիչ չափազանցնում ենք այդ բանը, էլի, ցավոք սրտի հայրին ներշնչել են, որ եթե Թուրքիան ճանաչի ցեղասպանություն, ինչ որ մի բան կփոխվի։ Դա կփոխվի բարոյական առումով։ Եթե ինքը ուզենա,
ասենք իսկապես մեղագա որ ասած այսպես ճանաչի, ասի վերցրեք։ Իրավական առումով դա որևէ պարտավորություն չի ստեղծում։ Ինքը կարող ասի կներեք եղել է հարցը պագա, այսինքն որտեղ հողերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը ոչ թե որ հայերին կոտորել են, այլ որովհետև կա համապատասխան վճիռ, որով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Չլներ այդ վճիռը, կոտորել-մոտորելը կապ չունի։ Հայաստանին ինչ օգուտ կտա ցեղասպանության Ավելի իր հարցը շարունակելով, թող ճանաչի Թուրքիան ցեղասպանություն։ Եկեք պահանջ չունենք, այ հենց դրա համար Թուրքիան լավ է հասկանում, չէ՞, նայեք։ Թուրքիան շատ լավ է հասկանում, որ այս ամբողջը ցեղասպանության ճանաչումով չի վերջանալու, դրա համար ինքը չի ճանաչում։ Եթե իսկապես գառանցաներ լինի, ես չգիտեմ ինչ գառանցաներ պետք է տրվի, որ ցեղասպանության ճանաչումին չի հաջորդելու պահանջներ, ինքը վաղը կճանաչի։ Բայց մի րոպե ինքը Հայաստանը պահանջում է ճանաչի ցեղասպանություն։ Բայց դա առաջին քայլն է, չէ՞ պահանջի։ Ուրեմն 1900 մի րոպե, ձեր դեպ նստած մի մարդ, որ դրա մեջ անցել է։ 1996 թվականին 95 գնում էին գաղտնի բանակցություններ Թուրքիայի հետ։ Այս որ հիմա պսակում միշտ գնացել է, ես մասնակցել եմ։ Երբ որ մենք թուրքերին ասել, դա Տեր-Պետրոսյանի ժամանակ էր։ Ղեկավարում էր բանակցությունը Թելման Տեր-Պետրոսյանը, իր եղբայրը։ Մի կողմից ոչ պաշտոնական բանակցություններ են, մի կողմից պաշտոնական։ Երբ որ մենք թուրքերին ասեցինք, իսկ ինչի դուք չեք բացում սահմանը, մենք անգամ ցեղասպանության ճանաչման խնդիր չենք դնում, ոչ միայն հողային խնդիր չենք դնում, այլ նաև ցեղասպանության ճանաչման խնդիր չենք դնում, այլ նաև նրանց ովքեր որ դնում են բանտ են նստեցնում։ Իհարկե դաշնակցության դրանց մի քանի ասան նստեցել են բանտը։ Թուրքերը շատ պարզ ասեցին։ Այդ վստահության խնդիրն է։ Ասեցին դուք այսօր ասեցին դուք որը երաշխիք չեք կարա մեզ տակ, որ դուք երբևէ դա չեք ուզի։ Այսօր կդնեք սառնարանը, քանի որ այսօր խեղճ եք։ Վաղը ուժեղանա, հարցը կանեք սառնարանից։ Այդ բառացի իրանց խոսքն է սառնարանից։ Դա համար Թուրքիայի քաղաքականություն հասկանալու համար շատ պարզ է։ Այս եղբայրություն չկա։ Թուրքիայի քաղաքականությունը ջախջախել Հայաստանը, ոչնչացնել Հայաստանը որպես քաղաքական միավոր, որտեղ դու ինչ գառանցիա ուզում ես տաս, երդվես էլ պապայի արև ասես, ինչ էլ ասես, ինքը քեզ չի հավատալու։ Դու 10 հատ փաստաթուղթեր ստորագրես, դրա համար ինքը չգնացի վերջը այդ բանը, չէ՞ կստորագրես։ Միևնույն է, գիտես ինչի, որտեղ նախկին դեսպան էր բանակցող, ասես որտեղ հարցը ասես, այդտեղ տարածքային վեճ չի, հարցը հայրենիքի վեճ է։ Մեր ողբերգություններն է, որ մենք երկուսով նույն հայրենիքի համար ենք պայքարում։ Այ թուրքերը մեծանց խելոք են։ Արդվինցի էր, ինքը Արդվին էր մեծացել այդ մարդը, ունեմ այդ կապ, ասես, սա տարածքային վեճ չի, սա հայրենիքի վեճ է, որտեղ դուք միևնույն է չեք կարող հրաժարվել, որ դուք ուզեք էլ չեք կարող հրաժարվել, հասկանում եք, որտեղ կգա մի օր մի սերունդ, որը կնայի Արարատին եւ կասի ես ինչ է, եւ իրեն կասեն, որ էսի քո սարն է, որ այսօր գտնվում է անդե, եւ նորից ամեն ինչ կսկսի զրոյից։ Այն մի հատ երգ է, չէ՞, ամեն ինչ սկսում է, դրա համար իրենց քաղաքականությունն է բանն է, աղջիկներին տան, ծայրները հետո Պարոն Պակյան, անդադար նշում եք ցեղասպանություն։ Ես չեմ նշում, Չեք նշում եք ցեղասպանությանը, որովհետև իսկապես սա ցեղասպանության փորձ է։ Եթե ցեղասպանություն տեղ ունեցել, ուրեմն որտեղից եմ ես։ Սա հպարտության տրորում է, չէ՞։ Չէ, այդպես չի, ցեղասպանության կոնվենցիան միանշանակ ասում է to destroy in part or in whole. In part, այսինքն մասամբ կամ ամբողջությամբ։ Ցեղասպանության կոնվենցիայի մեջ գրված է մասամբ։ Այդ արդեն այսինքն պարտադիր չի դու որ բոլորին ոչնչացնես։ Չէ, սխալ չի։ Եթե որևէ ազգային խմբի, որևէ մաս ոչնչացվում է, զուտ այն պատճառով, որ նա պատկանում է, որ նա պատկանում է որևէ ազգային խմբի, ինչ են թուրքերը փորձում անընդհատ ներկայացնել, որ հայերը ապստամբեցին եւ այլն, պատճառաբանությունը ասում են, որ մենք ոչ թե կոտորել ենք, որ իրանք հայ են, այլ որտեղ ապստամբել, որտեղ էս։ Ֆրանսիայի սահմանադրական դատարանը ինչու՞ չընդունեց սա ցեղասպանությունը։
Գուցե այս պատճառը նա է, որ ցեղասպանություն տերմինը Չէ, ցեղասպանությունը ընդունելու խնդիրը չէ։ Ցեղասպանության մերժումը քրեականացնելու խնդիրն է, դու երկու տարբեր բաների մասին ես խոսում։ Սահմանադրական դատարանն ասես դա կլինի մարդու իրավունքների սահմանափակում, որովհետև մարդ իրավունք ունի տեսակետ արտադրել։ Ինքը չասես որ չի եղել ցեղասպանություն։ Ինքը ասես դու չես կարող փակել դրա մերժողի բերանը, որտեղ կա ակադեմիական ազատություն հասկացություն։ Ֆրանսիան ընդունել է սահմանաբանը ցեղասպանությունը։ Մի հատ այնտեղ հարց ունեն, այո։ Իրավարար ոչիրը որ դիտարկում ենք, այսինքն իրագործման համար բոլոր փաստերը կարելի ասել մեր կողմն են միջազգային դատարանով դա հասնելու համար, այսինքն կարևորագույններից երկուսը կարելի են համարել, որ առաջինը իրավարար վճիռը ինքը իրականացման տեսանկյունից որևէ ժամկետ չունի, այսինքն եթե ինքը ընդունում է կարող դեպիս 100 տարի հետո ինքը կատարածվի, երկրորդն է նախագահի բանը, եթե Վիլսոնը ընդունել է երկրների առաջարկած մանդատը ընդունել է, այսինքն հիմա այդ Չէ, մանդատը չի ընդունել, ինքը ընդունել է իրավարարի դերը։ Հա, ուզում ասեմ պահանջը երկուս էր, առաջինը մանդատը, չէ, որ հիմա այսինքն ԱՄՆ-ն ստանձնում է, այդ նախագահի ընդունածը ոնց որ պետք է ստանձնի։ Այդ դեպքում իրավարար վճռի իրականացմանը հասնելու համար դատարանին ավելի շուտ դիմելու համար ճիշտ է ինքը ժամանակ կտևի այդ ամեն ինչը, բնականաբար մասնագետների կարիքը պարտադիր պետք է լինի բարձր որակյա միջազգային մասնագետների հարցս հետևյալն է, եթե այդ ամենը կա, բոլոր փաստերը մեր կողմն են, այդ դեպքում այդտեղ խոսքը մեծ տարածքների մասին է գնում, 100,000-ից 100,000 կիլոմետր քառակուսի, պետության շահագրգռվածություն է այդ հարցում։ Ուրեմն քանի որ մենք նոյեմբերի 5-ին առանձին դասախոսություն ունենք այս իրավարար վճռի մասին, եւ դա այսպես 2 րոպեի պատասխանելու հարց չի։ Մենք կանդրադառնանք նոյեմբերի 5-ին այս հարցերին։ Այդտեղ մանրամասն ես կպատասխանեմ, որտեղ այդտեղ տարբեր հարցեր կա, դեմոգրաֆիկ հարց կա, ոնց են լուծելու այդ հարցը, չէ՞, այդտեղ վերջով 6.5 միլիոն մարդ է ապրում, միլիոն այդ հարցեր կա։ Դա, չէ, ինչ վերաբերում է իրավարար վճռին, այդ թողենք ամսի 5-ին, նոյեմբերի 5-ին, այնպես որ ստիպված դիզնեք ու նոյեմբերի 5-ին կամոթորեղվակ, որ այդ բանը, այո։ Պարոն Պարգանյան, փաստորեն պայմանագրի Սերբի կնքվել է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Չէ, Սերբի պայմանագրին ԱՄՆ-ը մաս չի կազմել։ Բայց քանի որ ԱՄՆ-ի նախագահն է, չէ, վճիռ արել, շնորհակալ Թուրքիան խախտել է ԱՄՆ-ի պետության իրավունքները։ Այսինքն ես ուզում հասկանալ, ինչքան է Թուրքիան լինի ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցը եւ այլն։ Համենայնիվ ԱՄՆ-ի պետությունը, որը անվեր մխրի բարձր հզոր պետություն է, իր իրավունքները փոխանցում գոնե այս հարցը այդ առումով կարող է համագործակցություն որ լինի ու լուծում տա։ Ուրեմն կար Վահան Քարտաշյան, ազգանունով մի քաղաքական գործիչ, լոբիիստ, իրավաբան, փայլուն իրավաբան, ինչպես շատ հայրենասեր եւ ինչպես ամեն մի հայրենասեր 34 թվականին ինքը խորին հետին աղքատության մեջ մահացավ։ Բայց այս մարդը շատ եւ գերեզմաններ չպահպանվեց, որտեղ հայերը գնացին ցեղասպանության ճանաչման դերին, Նյու Յորքում աթարված, ես մի քան տարի առաջ գնացի գերեզմանը գտնելու, չկար որովհետեւ օրենք 50 տարի հետո որևէ այս չի եղել, վերաթաղում են անում։ Այս մարդը ամենանվիրյալ մարդն էր այս հարցի, բայց այդ մարդը անտեսվեց, ես վերջերս մի քիչ սկսել եմ, ես մեր հոդված եմ գրել, հա։ Գրել եմ, չէ՞։ Հա, դա գրել եմ այդ միայնակ Խաչակիր է կարծեմ, հայրենադեպության Խաչակիր դերձեր մի համար։ Հիմա ինքը Քարտաշյանը այդ ճանապարհով էլ գնում էր, ինքը նամակներ ունի գրած ամերիկյան նախագահներին, պատասխաններ կա, ես Մինեսոտայի բանում տեսել եմ արխիվներում, որ Միացյալ Նահանգները խախտում են ստանձնած պարտավորությունները եւ պետք է բան անել, բայց չմոռանաք, որ երբ որ 1927 թվականի հունվարի 18-ին Սենատ մտավ 1923 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված թուրք-ամերիկյան փոքր Լոզանի պայմանագիրը, որը վերահաստատում է դիվանագիտական հարաբերությունները, Սենատը մերժեց հաստատել ասելով 3 պատճառ կար, որոնցից մեկը հետևյալն էր, քանի դեռ Թուրքիան չի իրականացնում Ուդրո Ուլիսն իրավարար վճիռը, Միացյալ Նահանգները չեն կարող հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Դա 27 թվականի մասին է խոսքը։ Եվ առ այսօր թուրք-ամերիկյան հարաբերությունները չունեն որևէ իրավական հիմք։ Այսինքն ցավոք
Այո, ես մեր ասելով մեր Ամերիկայի եղբայրներին, որ թարգեք այդ ձեր ստից մտից բաները, փող ծախսելը, ցույցեր, մույցեր, արձաններ դնել ուրախանալ, 4 միլիոն դոլար տալիս եք Բոստոնում, հեսա մի հատ արձան դրեցի, այդ 4 միլիոնից 1 միլիոնը վերցրեք, 2 հատ հրյա վարձեք, թող այս գործանները դակ բացեն ամերիկյան կառավարության դեմ, State Department-ի, որտեղ Քարտաշյանն ինչ էր անում։ Քարտաշյանը ճիշտ էր տեսակետը, որ քանի որ ըստ ամերիկյան սահմանադրության արտաքին քաղաքականությունը ոչ միայն նախագահի իրավասությունն, այլ սենատի, հիշեք սենատը 1/3-ը պետք է հաստատի բոլոր արտաքին հարաբերությունները։ Սենատը երբ որ մերժել է, State Department-ը իրավունք չուներ շրջանցելով սենատի մերժումը modus vivendi ստորագրել, որտեղ modus vivendi-ն նշված ժամանակավոր համաձայնություն միջգերատեսչական։ Եվ Ջոզեֆ Գրուին ուղարկեցին 4 տարով ընդ դեսպան, հետո 32-ին բոլորը մոռացան, որ չկա այդ հիմք, եւ դա շարունակեց այսպես գնալ, բայց իրավական ինքը բացակայում է։ Դա բացեք State Department-ի դեմ եւ այն բոլոր օգնությունը, որ Ամերիկան ցուցաբերել է Թուրքիային, բազմամիլիարդ, դառնում է անօրինական։ Այդ դեպքում Ամերիկան հետ պահանջեց միլիարդներ, այսինքն Ամերիկան եւ Թուրքիան իրար դեմ կռվստելու լավագույն ձևն է, բայց դա ինչ ասեմ, մերոնք էլի ինչի չեն անում, որտեղ շատ པարզ պատճառ է, որտեղ երկու իրավաբանը պետք է գլուխ կախեն 3 տարի, 5 տարի պայքարեն, դրա մասին մարդ չի իմանալու, բայց դրոշը վերցնել եւ գոռալ դեսպանատների դեմը բոլորը պետք է իմանան, չէ՞, թերթերը կգրեն, իրանք հայրենասեր կգան, մեդալներ կստանան, ժողովրդից փող կավաքեն։ Ես շատերի հետ խոսացել եմ, իմ ընկերներն են այդ։ Ասում եմ, լսեք, բայց դուք որ անում եք անհետեթություն է, չէ՞, ասում եմ, բայց միակ վարիանտը փող հավաքելու սա է։ Մարդն ասում է, իմ մերը, հարուստ է մերը։ Ասում է, երբ որ փող ուզեն, կոնկրետ ասում, ինքը $1 միլիոն կտա եկեղեցուն։ Ինչու՞, որտեղ ինքը մերնի, ասում է կաշառի, որ լավ տեղ ստանա, դրախտ ստանա։ Կտա $100,000 ասում է, ինքը կտա հայդատի։ Որովհետև ցեղասպանությունը տառապած է, իր մորն են մորթե, հորն են մորթե, լավ է, կոմիտիս թուրքերին կզսնեն, լավ է, կտա։ Բայց երբ որ էսյանից ասեն փող դու որ եկեք սենց իրավական պայքար, այսինքն բաներ, դե 10,000 կտա, թե չի տա Աստված գիտեն էլ կասի, չէ, որտեղ դու չես կարա մարդուն բացատրես։ Մի մոռացել, որ մեծ մասամբ չեն հասկանում այս ամբողջը։ Դուք համալսարանական ուսանողություն եք, հետաքրքրված բաներ եք կարդացել եւ այլն, բայց հայ ժողովրդի զգալի հատվածը առավոտը գնում է դանա ծախում, շաուրմա է ծախում, չգիտեմ լավագույն դեպքում ջահելա ծախում, չէ՞։ Մեծ մասը դե Թուրքիա դուք սոցիալական կազմը նայեք, Թուրքը մեծ մասով մանր առևտրական է եւ մանր արհեստավոր։ Իրանք չունեն այդ մակարդակը հասկանում, դե գնային են բացատրում, ես մեռա գրելով, բազմաթիվ գնում ես, խոսում ես, հետո այդ քո ասած ինքը վերապատմում է, ու դա սխալ է անում 4 բան տարբերության մեջ, էլի չի կարող ըմբռնի։ Չես մեղադրի իրան։ Ցեղասպանությունը արդեն 65-ից գնացել է, հասկանում եք, բոլորը գիտեն, ինչ պետք է խոսան, ոնց պետք է խոսան, պատրաստի տեքստեր կա, բաներ կա, հետո մի մոռացեք, որ լոբինգը հսկայական եկամտաբեր բան, այսօր ահագին մարդ կա դրա վրա ապրում է։ Այսինքն ես լոբիստ եմ Ամերիկան ցեղասպանություն ճանաչել տալու, բայց կուզեմ որ Ամերիկան ճանաչի, բայց ճանաչի ես ինչ պետք է անեմ։ Երբ որ Կանադայում ցեղասպանությունը ճանաչեցին, ես այդում ջանք ունեցի, ոչ թե որ համոզված էի, որ ինչ-որ մի բան պետք է փոխվի, ոչ բանը չփոխվեց, դեն Կանադայի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ ոչ մի բան չփոխվեց, իմ հույսներն էր, ոնց որ ասած Կանադան հանեի այդ ծուղակից ուրիշ պայքարի, բայց հետո որ եկավ այդ մտածեցի Կանադայում ինչ անեն, ուրեմն Սենատը ճանաչեց, ասին պիտի համայնքների պալատն էլ, արեցինք համայնքների պալատ, կառավարությունն էլ պիտի ճանաչի, կառավարությունը հետո հարբր ասեց, սա եղել է ցեղասպանություն, կամ ուզում եք ես էլ, հիմա ինչ անեն, նահանգները պիտի ճանաչեն, սկսին ճանաչել այսինքն։ Հիմա ասում են չէ, պետք է դպրոցները ծրագիր մտցեն, հասկանաք մարդիկ զբաղմունք են ուզում, հասկանում եք։ Որովհետև շատ պարզ է խնդիրը, դուք մարդկանց չեք մեղադրի։ Ոչ մի կանադահայ իր փողը չի ուզենա տա, որ Հայաստանում ասենք դուք այստեղ մոդուսները մի ծրագիր անեք։ Իրան պետք չի դա, ինք ուզում է որ այդ փողը Կանադայում մի բան արի, հասկանում եք։ Լավալու վերջերս բացվեց հուշարձանը, տեսաք։ Այս լավալը դա Մոնրեալի արվարձաններից է, Մոնրեալում արդեն կա, Լավալում մի հատ էլ կա։ Այսինքն հիմա սկսում ենք արդեն ոչ միայն ամեն քաղաքում ցեղասպանության, ամեն քաղամասում։ Վաղը պետք է ոնց որ հрьяաներն են ասում, որ այսօր իրականությունը հոլոկոստի մասին շատ ավելի բաներ կա, տեղեր կա իշատակի, քան մակդոնալդսների թիվն է։ Պատկերացնում եք, չէ՞, դա ինչ թիվ է։ Հոլոկոստի վերաբերյալ շատ ավելի հուշակոթողներ եւ տեղեր կա, քան մակդոնալդսները աշխարհում։ Մենք էլ ճանապարհում ենք դնում, բայց այստեղ որ շատերը կարող են դե լավ է, ինչ կա այդտեղ։
Այստեղ շատ վտանգավոր բան կա։ Ցեղասպանության ճանաչման process-ը մեզ քամում է ֆինանսապես, քամում է ջանքերով, չէ՞ որ այդ նվիրյալ մարդիկ, որոնք գնում են, մի մասը փողովա, մեծ մասը անվճար աշխատում, եւ նվիրյալներ են։ Այդ ամբողջ ջանքը, եռանդը, փողը գնում է դրա վրա եւ ուշադրություն դարձրել։ Հենց որ հայերը ինչ որ լուրջ հաջողություններ են ասնում, թուրքերը սկսում են ժխտել, մերժել, ինչ որ մի բան են անում, հայերը նետում են իրանց բոլոր, դա սովորական տակտիկա, բատալյոնի մակարդակի կամ ավելի ցածր։ Երբ որ շեղում ես բուն հարձակումից, ասենք կողքից մի երկու բան բզբզում ես, որ զբաղվեն նրանով, որ քո հիմնական ուղղությունը դու տանես։ Իրանց հիմնական ուղղությունն է այսօր դուք զբաղված պահել հայերին, հայկական սփյուռքին, ցեղասպանության արդյոք։ Հիմա նոր են սկսել խոսալ, այս վերջին մի քանի տարին, հա, գույքային հատուցումների մասին էլ նոր են սկսել։ Հողային հələ այնքան էլ չէ, բայց սկսել են արդեն գոնե այս մասին։ Ուզում եմ ասել, եթե մենք 50 տարի, ես էլ ասեմ վերջացնենք, էլի։ Չէ՞ որ վերջացնենք, լավ է, ասենք պատասխանենք։ Ուրեմն 65 թվականին ո՞ց արժան ցեղասպանության ճանաչման հարցը։ Դա KGB-ի ծրագիր է։ Դա KGB-ն է, ասեմ KGB-ի առաջադրած ծրագիրն է եղել, Պոլիտբյուրոյի հատուկ որոշմամբ ստեղծել հարավային ՆԱՏՕ-ի հարավային ֆլանգի նկատմամբ հականատոյական ծրագրեր։ Ինչպես դա կարելի անել ստեղծել հակաթուրքական ծրագրեր։ Ինչպես պետք անել հակաթուրքական ծրագրերը ցեղասպանության մեջտեղ բերելու։ Դրա համար հրահանգեցին, որ կառուցել Հուշարձանը։ Եթե ձեզ թվում է, որ 65 թվականին այս Հուշարձանը կառուցվեց նրա համար, որ ցույցեր են արել, չկա, գնացեք արխիվում բացեք, ցույցերից առաջ, ամիսներ առաջ կառավարությունն արդեն փող էր հատկացրել։ Հայաստանի կառավարությունը փող էր հատկացրել, որոշումը կա, այդ փաստաթղթերը կան։ Եվ այդ փաստաթղթերը ապատունի վիրաբերն մի քանի տարի առաջ տպեց։ Այսինքն այդ ամբողջը եղել է Մոսկվայի հրահանգներով, ինչպես շատ բաներ անում։ Եվ այն, որ 65 թվականին ստեղ մենք ցույց արեցինք եւ մեզ ի տարբերություն Վրաստանի, որտեղ մի քանի ցույցը տանկերով չլղջեցին, հենց դա է, որտեղ պետք չէր հայերի աչքը վախացնել, որտեղ դա պետք էր, սսամին պետք էր եւ միաժամանակ հարցրել բոլոր սփյուռքային, ովքեր 65 թվականին ապրել են Բեյրութ, Հալեբ եւ ոնց են ՍՍՄ դեսպանատնից գնում համայնքներին ոտի անում ցույցի եւ այդ ապրիլի 24-ին ոնց այդ ամբողջը կազմակերպվեց։ Ու այս ժամանակ խնդիր չկար 65-ից մինչև 91 թվականը խնդիր չկար, մենք անկախ չենք, մեզ համար ցեղասպանության ճանաչման գործընթացը դրական է եղել, որովհետև դա հայություններ համախմբում, ազգային դաստիարակություններ, բայց պետություն ունեցող ազգի համար դա արդեն սխալ քաղաքականություն է, որտեղ դու պետություն ես, ուրեմն արդեն դու պետության շահերը պիտի պաշտպանես, այդ թվում պետության հողային շահերը, որովհետև մեզ ինչի էին կոտորում, առաջին հերթին մեր հայրենիքը խլելու, մեր հողերը խլելու համար։ Սա է հարցը, այդտեղ հարց ունեիք։ Դիտարկենք ամեն ինչ մեր ուզածով եղավ եւ Քրտան տարածքները հետ տվեց։ Արդյոք Հայաստանը ի վիճակի է Արևմտյան Հայաստան պահել։ Դրա մասին խոսանք նոյեմբերի 5-ին, այո, լրիվ ի վիճակի է։ Դրա պարտադիր չի։ Քրտերին էլ հաշվի առնելու։ Միանգամայն լուծման տարբերակներ կա, այս գիրքը կտակ արտացեք, հայկական հարցի լուծման հայեցակարգը մանրամասն այդ հարցը գրած է։ Երկու հարց են, առաջին եւ վերջացնենք։ Դե լավ։ Հա, իմիջիալոց ասեմ, այն օրը որ լսեցիք այդ մեր հիմնը, Արսենն է հեղինակը։ Դրել լսել են, ժողովուրդը շատ հավանել է։ Այո, ասեք։ Ուրեմն մենք ասում ենք, որ Սփյուռքում միջոցներ չեն տրամադրում, որ երկու հատ հրեավարձենք եւ այլն այդ գործընթացը կատարենք։ Թող պետությունը, մեր պետությունը, մեր Հայաստանի Հանրապետությունը ունենք բյուջե։ Միանգամայն համաձայն է, բայց չի անում։ Ոչ թե Նունե Եսայանի համերգի, այդ տրամադրի բարձրին ու մեր պետությունը։ Ես մեր պետության հետ խոսել եմ, իրոք է։ Լրիվ համաձայն է։ Ես էլ շատ կուզեի, որ մեր պետությունն անի։ Բայց երբ որ ես ղեկավարության հետ խոսեցի տարիներ առաջ, ասեցի նայեք, մենք երբ ենք ասել, որ հողային պահանջ ունենք, չենք ասել, ով է ասում, որ հողային պահանջ ունենք, բայց իրանք են ասում, դե թելեք այդ փողը տան, շատ տրամաբանական է, ասում մենք որպես պետություն չենք հայտարարել հողային պահանջ ունենք, Սփյուռքն է ասում հողային պահանջ ունենք, թող էլ ծախսերը քաշի։ Երբ որ ես կասեմ, այն ժամանակել ես ծախսերը կանեմ, իսկ այսօր ցավով սրտի մեր պետությունը չի ասում։ Հա, ավելին ասեմ ձեզ, ես հանդիպել եմ նաև որոշ օլիգարխների, փորձել եմ բացատրեմ իրանց, որ ախպեր, եթե մենք Վանագիճը վերցնում ենք, ես չեմ հարստանալու, դու ես գնալու հյուրանոց կառուցես իրավի, հող աշխատես, չէ՞։
Եկեք այս գործ արեք, ձեր հարստությունն է, չէ, լուրջ եմ ասում։ Ի վերջո, ճիշտ է, մեր հայրենիքն անելու, բայց ով է դրա վրա փող աշխատելու, իրեն իրանք են հանքերը շահագործելու, իրանք են, չգիտեմ, հյուրանոցներ կառուցելու, էլի նույն օլիգարխիան է, բայց անգամ այդ օլիգարխիան այդ մտածողությունը չունի, որ ստրատեգիական, որն է հրեական կապիտալի եւ հայկական կապիտալի տարբերությունը, որ հրեաները երբ որ 19-րդ դարում հասկացան, որ ուշ թե շուտ իրանց դուրս են վտարելու Եվրոպայից եւ մտցրեցին քայլեր անել ինչ որտեղ հայրենիք ստեղծելու մասին։ Այսինքն դա առաջին հերթին կապիտալի Ռոթշիլդն էր կանգնած, չէ՞ ամբողջ թիկունքին։ Թեոդոր Հերցելը ոչինչ կարող աներ, եթե թիկունքի Ռոթշիլդի փողերը չունեին։ Հայկական կապիտալ այդքան չի ասունացել, որտեղ դու մի մոռացեք, որ մեր մոտ դեռ առաջի սերունդն է։ Իսկ որպես կանոն դա ամերիկայինները առաջի սերունդը կապիտալիստների տգետ է։ Որտեղ հարստանում են նրանք, ովքեր բռնի են, ովքեր դիմում են ֆիզիկական ուժի, չէ, ծեվա, ովքեր բարոյական ուժներ չունեն, Քենեդիների օրինակը, հետո երկրորդ սերունդը, մի րոպե, երկրորդ սերունդը գրում է լավագույն համալսարանները սովորում, այսօր մեր օլիգարխիայի երեխաների մի զգալի մասն է սովորում աշխարհի լավագույն համալսարաններում։ Կարող է վաղը մյուս օր իրանց հետ կարողանաս խոսաս, բացատրես իր ստրատեգիական շահը, ասես եղբայր, դու 10 միլիոն կծախսես տեղ, 150 միլիոն կամ 1 միլիարդ կշահես։ Բայց այսօրվա վիճակով ես մարդկանց հետ հանդիպել եմ, այ երբ որ ես ասում են լսեք, բա շատ բաներ ասում ես հրավարց են։ Այլ ասում եմ աթոռ արեք, ուսանողներ են գալու, որ նստելու տեղ ունենան, կանչել եմ օլիգարխներ եկել են ստեղ, ասում եմ շատ բան չէ, դա համարեք փոքր ինշուրանս, ձեր ապահովագրությունը ձեր կապիտալի, որտեղ դե պատերազմ եղավ, 2-0 կրճատ էր ձեր հարստությունից։ Այսինքն մարդիկ $1000 փող չեն ուզում, դա ինչի մասին է խոսքը։ Ասում են հա ու չտվեցին այդ ձևերը։ Լավ իմանալով, որ այդ կապիտալի զգալու մասը գնում է նույն թալիշական, ավարական, լեզգիական այդ հարցերի վրա, ասում եմ ձեր կապիտալը փրկելու համար եմ անում, ես բան չունեմ կողմել, մի բնակարան ունեմ։ Ձեր էսա հարստությունը 0 կդառնա, պատերազմը սկսեց։ Չէ՞, անշարժ գույքի շուկան կզրոանա։ Այսօր դուք տներ եք կառուցում, չեք կարող վաղը ծախեք։ Բայց դա չեն հասկանում մարդիկ, ինչ ասես։ Էս է։ Դե շահագրգիռ են, նրանց արևոց գրգռեմ, ասում են, փողն եմ ասում, փողը։ Այդ մարդկանց համար փողն է կարևոր, ես ասում եմ, փողը, դու ապահովագրում ես։ Սա փողի ապահովագրում, դու մի կոնտեյներ ապրանք ես ուղարկում, չէ՞, ապահովագրում ես, չէ՞, կոնտեյները, $3000 տալիս ես մի կոնտեյներ ապրանք նվազագույնի համար։ Այդ $3000 դրեք, որ սերուն զարգանա, հիմա խոսում ենք, ասում ենք իրավաբան եւ այլն, բայց այդ իրավաբաններին չդաստիարակենք, բայց եթե այս գրքերը չառնենք, որ դուք կարդաք, ո՞նց եք դաստիարակվելու։ Այս գիրքը $450 է։ Հա, ո՞նց եք բան անելու, բայց փող է, չէ՞։ Ամեն ինչ փող է։ Իմ ասածը ո՞րն է, բա էդ է, իրանք համ մի կողմից են ուզում, համ մի կողմից են ձեր չի լինում։ Երբ որ այս օրինակներ բերեմ ու բան անենք, երբ որ հայկական պատվիրակությունը գնաց Իզմիր Զմյուրնա 19 թիվ հələ որ բաներ, ասես լսեք, Հայաստանի Հանրապետություն կա, փող տվեք, որ մենք զինվենք, որտեղ վաղը մյուսօր թուրքերը գլուխ են բարձրացնում, կգան երկիրը կկործանեն։ Գիտեք պատասխանը ինչ է, որ մեզ պետք չի, հերույա մենք անգամ երբ որ ապահովության մեջ են, որտեղ այն ժամանակ հույներն էին գրավում։ Նժդեի խոսքերն է, Նժդեին ասում է, որ Իզմիրի հայությունը այնքան փող ուներ, որ 10 Հայաստան կարող էր զինել, մի կոպեկ չտվեց։ Հետո 22 թվականին Ատատուրկը մտավ, կեսին մորթեց, կեսներ տկլոր գցեց ջուրը։ Այդպես հարնեցան։ Այդ նույն հայերը, որովհետև իրանց հարստության 10%-ը դնեին Հայաստանի բանակը զինելու, Հայաստանի բանակը չեն պարտվի, ասեմ ձեզ։ Իզմիրի հայությունը դեք ինչ հարստություն ուներ։ Չարեցին։ Իսկ այն ժամանակ մենք կջարդեինք քեմալականներին, իրանք էլ Իզմիրում շարունակեին ապրել, չարեցին եւ բան եղավ։ Ցավոք սրտի կապիտալը ագահ է եւ կարճատես։ Դե լավ, սանով ավարտենք։ Հա, ես ամեն Նախ փոքրիկ անդրադարձ ուղղակի որ ասեց ինչի Թուրքիային եթե ձեռա տալիս ինչի չի ճանաչում, ասեմ որ Թուրքիայի իշխանություններին երբեք էլ ձեռ չի տա որ իր քաղաքացին գիտակցի որ ինքը ցեղասպան երկրի
քաղաքացի է ու վաղամեսօր ինքը այդ քաղաքացու մեջ չի կարող հայրենասիրությունը դեպի հասկանալ իրանց իշխանությունները ավելի լավ են հասկանում ինչ իրանց պետք քան մեր իշխանությունը։ Դե հետո կա քեմալիզմի խնդիրը, մի մոռացեք, որ իրանք ամբողջ իսկ հարցս մի քիչ աննորմալ հարց, որպես վերջում, եթե հանկարծ մի օր ստացվի այնպես, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կազմակերպի քանդվի բան։ Ամերիկան։ Այո, ասեն Վիլսոնյան այդ բանը իրավարար վճիռը կվերանա, թե իրավահաջորդները կփոխանցեն։ Եթե Ամերիկան ունենա չէ, ասել այդ եթե Ամերիկան ունենա իրավահաջորդ պետություն, բնականաբար պարտավորությունները կփոխանցեն իրավահաջորդին։ Բայց եթե անեստրոֆեց, որ իրավահաջորդ չլինի, անակ տրոֆի 50 փոքր երկրների եւ որևէ իրավահաջորդ չլինի, այսինքն ռասա տաբուլայից չի լինի։ Բայց գիտեք, Ամերիկան վստահեցնում եմ ձեզ, որ վերջի երկիրն է, որ կարա տրոֆի, էլի։ Այսինքն կարող է շատ երկրներ տրոֆեն, հետո Ամերիկան հեսա Կանադան է խժվելու, հեսա 50 տարի հետո Կանադայից բան չի, որ ջուրը կդառնա հիմնական ռեսուրս, իսկ չմոռանաք, որ Կանադան հիմնական ջրային ռեսուրսն է աշխարհում, այն ժամանակ Ամերիկան բանա 85%-ը Կանադայի արդեն Ամերիկան առել է։ Հա, սիրում ձեւ գնացի առել է։ Այնպես որ ով այսօր բան արել է, կավասականելու վերջնա։ Ալի,